հասարակությունները, քաղաքակրթությունները իրենց զարգացման ընթացքում տնտեսության զարգացման առումով, նյութական արժեքների ստեղծման առումով, որ ճանապարհն են ընտրել եւ որն է ամենաարդյունավետը եղել։ Ընդհանրապես մի հատ հարց տամ, դուք էլ ինձ պատասխանեք։ Ինչն է ապահովում անընդհատ տնտեսական աճ։ Կարող եք ասել։ Ամեն մեկը ձեր տեսակետից։ Ազատ առևտրական հարաբերություններ։ Լավ։ Ինչը։ Պահանջարկը։ Հենց այդ։ Դուք լիբերալ ազատական տնտեսության կողմնակից եք եւ ես նույնպես։ Այսինքն ժամանակակից տնտեսագիտական մտքի եւ քաղաքագիտական մտքի առումով այո դա այդպես է, որովհետեւ վերջին հաշվով երկու հիմնական մոդելների մասին կարելի է խոսել, կամ մերկանտիլիզմի, կամ ազատ տնտեսական շուկայական հարաբերությունների, ուրիշ բան դրա ենթաճյուղեր եւ մեկը եւ մյուսը շատ ունեն, բայց այո, անընդհատ տնտեսական աճ առաջին հերթին ապահովում է առևտուրը, ազատ առևտուրը, ես էլ շեշտենք, հա։ Հետևաբար, այն հասարակությունները, որոնք սա ըմբռնել են, իսկ դա 1400-ից 1800 թվական մասին կարող է, առաջին հերթին, այո, ուշնիչնադարի, կամ կապիտալիզմի ձևավորման և զարգացման, կապիտալիստական հարաբերությունների ձևավորման և զարգացման ժամանակահատվածի մասին ենք խոսում։ Ուրեմն, եթե նույնիսկ բերենք ժամանակագրական առումով փորձենք հստակեցնել, կոպիտ ասած, 1400-ից, այս թվականը ես չեմ հորինել, մեծ ֆրանսիացի պատմաբան Ֆերնան Բրոդելը իր հայտնի աշխատությունում, եռահատոր հայտնի աշխատությունում, որը վերաբերում է միջերկրականին և միջերկրականին որպես քաղաքակրթության, ինքն առաջինը առաջ քաշել այս տեսակետը, որ այս թվականները 1400-ից մինչև 1800 վճռորոշ ժամանակահատված էին կապիտալիստական հարաբերությունների ձևավորման, զարգացման և դրան խթանելը առաջին հերթին առևտուրը։ Եվ իսկապես է, երբ փորձում ես պատմաբանի տեսանկյունից հարցին մոտենալ, այս ժամանակաշրջանը վերլուծում ես քո հնարավորությունների սահմաններում, քո գիտելիքների սահմաններում, տեսնում ես, որ մասնավորապես միջերկրականի առափնյա պետությունները և հարակից տարածաշրջանները բուռն զարգացում սկսեցին ապրել ինչի շնորհիվ, առաջին հերթին հենց այդ առևտրական հարաբերությունների ձևավորման և զարգացման, խորացման։ Մի քիչ առաջ ընկնելով ասեմ, որ զարմանալի կերպով դա համընկավ հայ վաճառականության աճին, բարձրացմանը, հզորացմանը և հայ վաճառականության շատ էական դերակատարությանը հենց այս ժամանակահատվածում։ Մի քիչ ավելի ուշ, 15-ի վերջից, 16-ից իրականում, 16-րդ դարից սկսած հայ վաճառականության դերը ավելի ու ավելի նկատելի դարձավ, բայց դրան մենք դեռ կանդրադառնանք։ Իհարկե, պիտի փորձել մի քիչ ավելի հետ գնալ ժամանակագրական առումով և հարցին անդրադառնալ հունահռոմեական ժամանակահատվածների և արևելյան պետությունների առևտրատնտեսական, նույնիսկ էլ ավելի հետ կարելի է գնալ մինչև Ասորստան, մինչև Եգիպտոս և այլն։ Այս ամեն ինչը սկսել է ձևավորվել այդ ժամանակահատվածներում, բայց դա իր բուռն դրսևորում ունեցավ հենց վերոնշյալ դարաշրջանում 15-ից 18-րդ, 19-րդ դար մինչև 19-ի սկիզբ։ Ընդհանրապես մարդն առանց առևտրի ապրել չի կարող, հատկապես կանայք։ Մարդու մեջ նստած է առևտուր անելուց հաճույք ստանալու ինստինկտը, այսօր էլ այդպես է։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք ասում են, որ իրենք առևտուր անել չեն սիրում, հիմնականում կեղծում են, որովհետև երևույթն ինքնին երբ տոնավաճառ է կամ շաբաթօրյա շուկա է, չէ՞ որ հաճելի է գնալ, շփվել քո նմանների հետ, զրույց անել, ինչ-որ ապրանքի շուրջ սակարկություններ վարել և այլն, դա բնական մարդկային կյանքի հատկանիշներից մեկն է։ Հետևաբար, բուռն զարգացումը, որ սկսվեց 15-րդ դարում, կարելի է բացատրել նաև այդ ինստինկտների ավելի բացահայտ դրսևորվելով և իհարկե ապրանքատեսականի շատացմամբ, մեծացմամբ։ Եթե
ավելի հին ժամանակներում ապրանքատեսակները ուղղակի քիչ էին, ապա 15-րդ դարից սկսած դրանք սկսում են շատանալ, բազմանալ։ Եվ իհարկե, ամեն մի տարածաշրջան, ամեն մի երկիր, ամեն մի հասարակություն սկսում է մասնագիտանալ, ամեն մեկը որոշակի ապրանքատեսակների արտադրության եւ իրացման մեջ։ Դա նույնպես շատ բնական է։ Վերջին հաշվով հայտնի օրինակներ գոյություն ունեն, որ նորից այստեղ մի հատ հղում անենք մերկանտիլիզմի եւ լիբերալ ազատ տնտեսական առևտրական հարաբերությունների հարաբերակցության եւ հասկանանք թե ռեալ իրական տարբերությունը որն է։ Այսինքն մերկանտիլիզմի կողմնակիցները ինչ են ասում։ Ասում են, որ ամեն մի հասարակություն, ամեն մի պետություն, ամեն մի պետական միավորում, եթե ելնում է այս տեսանկյունից, մերկանտիլիզմի տեսանկյունից, ապա ինքն իրեն պիտի ապահովի ամեն ինչով։ Ամեն ինչ պիտի ինքդ կարողանաս արտադրել, ինքդ քո ներքին շուկայում իրացնել, դրանով պետությունը կհզորանա, կզարգանա եւ այլն։ Այո, ինչ որ մի ժամանակահատվածի մեջ անկասկած դա այդպես է եւ դրա օրինակները շատ են 30-40-ական թվականների խորհրդային միությունն ու 40-ականներ, մինչև 40-ականներ, նաեւ հետ պատերազմյան ժամանակաշրջանը, հա, որոշ ժամանակահատվածի համար Չինաստանը, ինչ որ մի ժամանակահատվածի համար մի այլ երկիր եւ այլն, բայց նորից խնդիրը նրանումն է, որ այդ արտադրանքը պիտի առաջին հերթին կարողանա սպառել։ Ումա պետք է արտադրանքը, եթե սպառում չունի։ Վերջնաշով խորհրդային միությունը դուք չեք հիշում, բայց ես օրինակ բավական լավ դեռևս կարողանում եմ մեր հիշել։ Ամեն ինչ էլ արտադրում էին, հիմնականում ցածրորակ, եւ դրանք որպես օրենք մնում էին պահեստներում, շուտով խանութներում նույնպես հայտնվում էին, բայց սպառում չկար եւ առաջին հերթին հենց դա էր, որ բերեց խորհրդային տնտեսության փլուզմանը։ Որովհետեւ եթե չկա սպառում, ապա արտադրելը դառնում է անիմաստ զբաղմունք։ Իսկ լիբերալ տնտեսական եւ առևտրական հարաբերությունների կողմնակիցները գտնում են, որ ճիշտն այն է, որ դու կարողանաս արտադրել այնքան, ինչքան կարող ես սպառել։ Եվ առաջին հերթին դուք սպառման շուկա գտնես, հետո մտածես արտադրության մասին, որովհետև իհարկե մեծ ցանկության դեպքում նորվեգացիները կարող են իրենց սառցակալած տարածքներում ջերմոցներ սարքել եւ բանան ու անանաս աճեցնել։ Ոչ մի դժվարություն այսօրվա տեխնոլոգիաների տեսանկյունից դրանում չկա, կամ աֆրիկյան, կենտրոնական աֆրիկյան որևէ երկրում կարելի է սառնարանների արտադրություն հիմնել եւ էլի արտադրել, կամ մեքենաների։ Բայց ինչի համար դա անես, երբ որ ավելի բարձր որակով դու կարող ես ստանալ դրսից այդ ամեն ինչի կարիքը դու ունես։ Եվ ուրեմն վերադառնանք պատմությանը եւ տեսնենք թե այդ ինչն էր պատճառը, որ մասնավորապես Եվրոպան, մասնավորապես միջերկրածովյան երկրները ներգրավվեցին ազատ առևտրական տնտեսական հարաբերությունների հետ մեջ հարակից երկրների հետ։ Իհարկե այստեղ կա մի քաղաքական խնդիր, որը դրանից փոքր հետո առաջացավ դրանք անդրադառնալու։ Բայց խնդիրը հարաճուն աճ ապահովելու նպատակն էր։ Դա էր խնդիրը հիմնական։ Ինչպես անել, որ հարաճուն տնտեսական աճ ունենաս։ Միակ, ճիշտ ամենակարևոր ձևը առևտուրն էր։ Ու այստեղ ավանդույթներն էլ իրենց դերը խաղացին, վերջնաշով նույն հռոմեական կայսրությունը, նույն հունական աշխարհը եւ այլն վաղուց էին ներգրավված այս գործընթացների մեջ, բայց այս ժամանակը սա համընկավ նաեւ իհարկե վերածննդի, համընկավ նաեւ հետագայում նաեւ լուսավորչականության եւ այլն հետ եւ տնտեսական աճի։ Օսմանյան կայսրության առաջացմամբ թվաց թե առաջացավ խզում, որովհետև օսմանցիները սկզբնական շրջանում խոչընդոտի դեր ստանձնեցին արևմուտք առևտրափոխանակման առևտրաշրջանառության մեջ։ Ժամանակի ընթացքում բավական արագ իրենք հասկացան, որ պետք է փոխեն քաղաքականությունը եւ իրենք նույնպես անցան լիբերալ մոտեցումների, լիբերալ սխեմաների, բայց մի որոշ ժամանակահատված արևմուտքում շփոթմունք էր առաջացել։ Եվ իմիջիայլոց հիմնական պատճառը աշխարհագրական մեծ հայտնագործությունների սա էր։ Ոնց անենք, որ հասնենք Հնդկաստան, Չինաստան, քանի որ օսմանցիները այս ճանապարհը փակել են։ Արդյունքում տեղի ունեցան հայտնի ճանապարհորդությունները, հայտնի հայտնագործությունները եւ Եվրոպան գտավ ավելի հարմար ճանապարհ, առաջին հայացքից ավելի հարմար ճանապարհ կապվելու համար ավանդական արևելյան, հեռավոր արևելյան շուկաների հետ։ Այնտեղ բազմաթիվ հետաքրքիր բաներ կան, դետալներ, թե առանց համեմունքի ոնց կարող ես ընդհանրապես խոզի միշտ ապակել, թե որ համեմունքով է, որ ավելի համով է։ Այդ նույն ասպետական շրջաններում, վարազների որսից հետո եւ այլն, իրենք էլ հասկանում էին, որ այդ ամեն ինչը պետք է համեմել։ Համեմել հնարավոր է միայն արևելքից բերված
տեսականիով, այլ կերպ հնարավոր չի։ Ես ամենապրիմիտիվ օրինակը բերեցի։ Բայց այս ամենի արևելքի հետ մետաքսի խնդիրը, ոսկու խնդիրը եւ այլն քարեղենի խնդիրը եւ այլն, այս ամեն ինչը շատ էական նշանակություն ուներ առաջին հերթին արքունիքների համար, բայց նաեւ նրանց սով ապրող ազնվականական, ասպետական եւ այլ տների համար։ Եվ նաեւ դա էր պատճառը, որ շատ մեծ ուշադրություն էր դարձվում նոր ճանապարհների հայտնագործմանը։ Ինչի բերեցին աշխարհագրական մեծ հայտնագործությունները։ Պատմագիտության մեջ կա մի տեսակետ, որ աշխարհագրական մեծ հայտնագործությունների արդյունքում ավանդական քարավանային ճանապարհները անկում ապրեցին եւ հասարակությունները, մարդկությունն ընդհանրապես շեշտը դրեց ծովային առևտրի վրա։ Դա այդպես չի։ Քանակական ուսումնասիրությունները, պատմագիտական քանակական ուսումնասիրությունները գալիս են ապացուցելու, որ եւ 16 եւ 17 եւ նույնիսկ 18-րդ դարի հիմնական ժամանակահատվածում ավանդական քարավանային ճանապարհները շարունակել են խաղալ հսկայական դերակատարություն։ Մետաքսի ճանապարհի մասին բոլորդ գիտեք։ Իհարկե այն ձևափոխումների է ենթարկվել հետագա ժամանակահատվածներում, մասնավորապես 15-16-17-րդ դարերում որոշ մարշրուտների փոփոխություններ տեղի ունեցան, բայց դրանք ավելի շատ կապված էին ավելի հարմարավետության, ինչպես նաև անվտանգության խնդիրների հետ։ Եկեք չմոռանանք, որ այս բոլոր ճանապարհները արևելքից դեպի արևմուտք ընթանում են մի հատ հիշենք։ Եթե ցամաքային ճանապարհների մասին ենք խոսում, հա, Հնդկաստան, այնուհետև Աֆղանստան, այնուհետև Միջին Ասիա, որոշ դեպքերում, այնուհետև հյուսիսային եւ նաեւ հարավային Իրան որոշ դեպքերում, այնուհետև Փոքր Ասիայի տարածքներ, այսինքն խիստ անկայուն տարածաշրջաններ, պլյուս ավազակախմբեր, բանդիտական խմբավորումներ, թալանչիներ, ավազակներ, տեղական իշխանություններ, որոնք առիթը միշտ օգտագործում էին քարավանները թալանելու համար եւ այլն եւ այլն։ Եվ թվում էր, թե ծովային ճանապարհի հայտնագործումից հետո իսկապես պիտի տեղի ունենա այն, ինչ որ շատերը կանխատեսում էին, որ քարավանային ճանապարհները պետք է ընդհանրապես լքվեն եւ ամբողջ առևտուրը իրականացվի միայն ծովային ճանապարհով։ Բայց այդպես չեղավ։ Նախ ավանդույթը միշտ ունի իր ուժը եւ իներցիան։ Երկրորդ, այստեղ է որ հայ վաճառականությունը կարողացավ ինչ որ չափով նոր շունչ հաղորդել քարավանային ցամաքային ճանապարհներին։ Հայ վաճառականությունը միշտ է օգտագործել այս ճանապարհները, բայց հատկապես վճռորոշ եւ տեղական ավելի շուտ դարձավ հայ վաճառականության դերը 16-րդ դարից սկսած, հատկապես 17-րդ դարում։ Շահ Աբբասի բռնագաղթը միայն ռազմաքաղաքական եւ ստրատեգիական նպատակ չէր հետապնդում։ Խնդիրը միայն թուրքական առաջացող զորքերի առաջ տարածքները ամայացնելը չէր, դա հին ավանդական ռազմական մեթոդ է, բայց միայն դա չէր խնդիրը, նույնիսկ ավելի հիմնական խնդիրը Ջուղայի, Գողթնգավառի, Նախիջևանի եւ այլ հարակից տարածաշրջանների արդեն փորձառու հայ առևտրականությանը տեղափոխելն էր Իրան եւ նրանց փորձն օգտագործելը Իրանի արտաքին ապրանքաշրջանառությունը զարգացնելու համար։ Եվ ոչ միայն բուն Իրանի, այլև Իրանը որպես տրանզիտ տարածք օգտագործելու արևելքից դեպի արևմուտք ապրանքաշրջանառությունը ապահովելու տեսանկյունից։ Որքան էլ որ առաջին հայացքից մեզ համար դա ողբալու է, այն ինչ որ տեղի ունեցավ եւ հսկայական զանգված է բնակչության այն ժամանակների համար։ Բռնի ուժով տեղափոխվեց Իսվահանի արվարձանները եւ ստեղծվեց նոր ջուղան, բայց մյուս կողմից դա հնարավորություն ստեղծեց հայ վաճառականության համար, հայ վաճառական առևտրականների համար ել ավելի էական դերակատարություն ունենալ արևելք-արևմուտք առևտրափոխանակության մեջ։ Մանավանդ որ կար արքունիքի հովանավորությունը։ Արքունիքը սկզբնական շրջանում հարկերից ազատեց, լայն հնարավորություններ տվեց հայ վաճառականությանը եւ դա իր արդյունքն իհարկե ունեցավ։ Պլյուս սրան ավելացավ 1639 թվականից հետո հատկապես թուրք-իրանական հաշտությունը, Կասրեշինի կամ Զոհաբի պայմանագիրը, որից հետո շատ երկար ժամանակ մեր տարածաշրջանի համար հատկապես մոտ 70-80 տարի խաղաղություն էր։ Լիարժեք խաղաղություն։ Իսկ խաղաղությունը իհարկե խաղաղ պայմանները ել ավելի են նպաստում առևտրի առաջացմանը եւ զարգացմանը։
Սրան գումարած Աբբասը եւ նրա հաջորդները նույնպես մեծ ջանքեր գործադրեցին իրենց ենթակա տարածքներում այսօրվա տերմինոլոգիայով համապատասխան ինֆրաստրուկտուրա ստեղծելու համար վերանորոգվեցին ճանապարհները Կարավանսարայները վերանորոգվեցին, նորերը կառուցվեցին, ստեղծվեց ճանապարհային ոստիկանության այսօրվա տերմինաբանությամբ մի համակարգ, կոչվում էին ռահդարներ, ռահ նշանակում է ճանապարհ պաշտկերեն, ռահդարների համակարգը նպատակ էր հետապնդում վերահսկել Իրանի, Սեֆյան Իրանի տարածքով ձգված ճանապարհների ապահովությունը, եւ դա զգալի արդյունք տվեց, իսկապես երբ կարդում ես ոչ միայն հայ վաճառականների, այլև անգլիացի, ֆրանսիացի միսիոներների, ճանապարհորդների, նաև վաճառականների ուշադրությունները շատ հստակ տարբերակում ես տեսնում Օսմանյան կայսրության ճանապարհների եւ Սեֆյան Իրանի ճանապարհների որակի անվտանգության, ապահովության միջև։ Եթե Իրանի տարածքում ճանապարհները համարվում էին համեմատության մեջ իհարկե համեմատաբար ապահով, ապա Օսմանյան կայսրության տարածքում ճանապարհները խիստ անապահով էին, հատկապես այն տարածքներում, որոնք հիմնականում բնակեցված էին քրդերով, ինչպես նաև Կովկասից եկած ցեղերով, ցեղախմբերով, ազգություններով։ Շատ վկայություններ են այս ամեն ինչի մասին, ով որ հետաքրքրվի, հետո կարող եմ ձեզ բազմաթիվ հետաքրքիր հուշագրություններ եւ նկարագրություններ ասել, թե որոնք կարելի է կարդալ եւ տեսնել, թե ինչպես են նկարագրում այս ամեն ինչը, նույն եվրոպացիները կամ հայ վաճառականները։ Ինչպես եղավ, որ հայ վաճառականությունը ստանձնեց փաստորեն առաջատար դիրքեր 16-17-րդ դարերում։ Նախ բնիկ էին, տարածաշրջանը հարազատ էր, միջավայրը հարազատ էր, լեզվի խնդիր գոյություն չուներ, առևտրական հմտությունները վաղուց արդեն կային այդ մարդկանց մեջ, պլյուս այն մենաշնորհները եւ այն առավելությունները, որ տրվեցին շահական արտոնիկի կողմից, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ իհարկե, անձնական հարստության ձգտելու բուռն ցանկությունը։ 1620-ական թվականներին ճիշտ թիվը չեմ հիշում, Մարսելի իշխանությունները բողոք են հղում արքունիք, պահանջելով, որ արքունիքը քայլեր ձեռնարկի, որպեսզի Մարսելում հայ վաճառականության գործունեությունը սահմանափակվի, որովհետև հայ վաճառականությունը ըստ Մարսելի իշխանությունների, լինելով շատ ագահ եւ էլ ավելի ինձգտող, հնարավորություն չի տալիս, որպեսզի ֆրանսիական համապատասխան ընկերությունները, ինչպես նաև մասնավոր առևտրականները կարողանան շարունակել իրենց բիզնեսը արևելքի հետ։ Եվ դա նկարագրվում է այսպես, այս ժողովուրդը խիստ ագահ է, սրանք այնքան իրենց շահի հետևից են ընկած, որ փոխանակ իրենց բերած ապրանքները, մասնավորապես Հնդկաստանից եւ Իրանից, մասնավորապես մետաքսը, հում մետաքսի մասին է խոսքը, փոխանակ առաջվա նման վաճառեն Զմյուրնիայում կամ Հալեպում կամ այլտեղ եւ ստանան իրենց հասանելիք շահույթը, մի քանի կոպեկ ավել աշխատելու համար գալիս հասնում են Մարսել եւ դրանով մեր ֆրանսիական առևտրին հարված են հասցնում։ Ըստ որում այնքան ագահ են, որ նույնիսկ սովորական սննդամթերքով էլ փոխանակ սնվեն, ավելի շատ մի վայրկյան ուտում են խոտ, նկատի ունի կանաչեղեն, կասենք, չգիտեմ, ձվածեղով կանաչի կամ տենց մի բան։ Մի քիչ իրանց դայնությունն է, իրանց ընկալում շատ պրիմիտիվ է, որովհետև առևտրական ընտրուղիներին տիրապետելը ոչ թե միայն շահ է հետապնդում, այլ ավելի հեռու գնացող նպատակներ։ Հայերը ոչ թե մենակ մի երկու կոպեկ ավել աշխատելու համար էին հասնում Մարսել, Ֆրանսիա, այլ ինչ-որ բաներ ունեին, էլի։ Ձեր ամեն ինչպես էր։ Գորջան։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Ես ընդհանրապես ասում եմ, թե Մարսելի իշխանությունները ինչպես էին մեկնաբանում ստեղծված իրավիճակը, խնդրեմ։ Ուղղակի դերեսին եմ ասում, շատ խնդալար է, որ աշխարհի Իհարկե զվարճալի է։ Իսկական կայսրությունները, որ աշխարհի այլ ագահ։ Ես նրան չեմ վիճում։ Այդ վերաբերմունքը կա ոչ միայն հայերի, այլև հրեաների նկատմամբ, իմիջայլոց եւ հույների, այո, նույն վերաբերմունքը կա նաեւ հրեաների եւ հույների նկատմամբ, հատկապես հրեաների, հույների ներքան շատ չի։ Բայց խնդիրը հետեւյալումն է, այդ մարդկանց ուզածն ինչ է, այդ մարդկանց ուզածը պրոտեկցիոնիզմ է։
որպեսզի արքունիքը իրանց հովանավորի, այսինքն եթե մենք խոսում ենք ազատ տնտեսական հարաբերությունների, ազատ առևտրի մասին, ապա չի բռնում այս ամեն ինչը մեկը մյուսի հետ։ Կոլբերի հայտնի հրամանը կա, որով նա փորձեց արգելափակել հայ առևտրականների գործունեությունը Ֆրանսիայի տարածքում, բայց չհաջողեց, որովհետև վերջին հաշվով ինչքան էլ դու փորձես սահմանափակել, դու չես կարող ամեն մեկի հետևից ընկնել եւ պարտադրել, որպեսզի նա անպայման ենթարկվի այս կամ այն օրենքին, որտեղ առևտուրն ունի իր տրամաբանությունը։ Այնտեղ որտեղ կա շահ, մարդիկ պատրաստ են գնալ ռիսկի։ Եվ հայ առևտրականները նաև դրանով էին տարբերվում նույն եվրոպացիներից, որ ավելի ռիսկի պատրաստ էին գնալ, կյանքն էին նույնիսկ վտանգի ենթարկվում, չէ՞, վերջին հաշվով այդ քարավանը, որ դուրս է գալիս, ասենք, Իսֆահանից հասնում է Թավրիզ, հետո մտնում է Նախիջևան, հետո ճյուղավորվում է այդ ճանապարհը, մեկը Վանի հարավային եւ հյուսիսային ափերով գնում է դեպի Հալեբ, մյուսը Կարսի վրայով գնում է դեպի Զմիուրնիա կամ Տրապեզոն, այդ ճանապարհները իսկապես շատ վտանգավոր ճանապարհներ են եւ բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես են քարավանները թալանվել, ինչպես են քարավանի հետ ուղևորության մեկնած առևտրականները սպանվել կամ գերեվարվել, հետո փրկագին պահանջվել եւ այլն, լիքը այդ տեսակ վկայություն կա։ Իմ ջերմից այս են բնակավարներից է, որտեղ պատմագիտությունը, որքան որ դա զարմանալի է հնչում, համարյա աղբյուրների պակաս չունի, հսկայական նյութ կա, ահռելի քանակությամբ։ Մենակ Ղուկաս Վանանդեցին կամ Զաքարիա Ագուլեցին կամ Հակոբ Ջուղայեցին չեն, որ հայտնի են, այդ բոլորը դրանք վաղուց վերցանվել են, թարգմանվել են, հրապարակվել են նաև հայերեն բնականաբար եւ դարձել են պատմաբանների ուսումնասիրությունների համար շատ լավ աղբյուր։ Բազմաթիվ ուրիշ աղբյուրներ նույնպես կան, միայն հայ վաճառականների մասն եմ խոսում։ Հայ վաճառականների թողած հուշագրեր, օրագրեր, նկարագրություններ, չափագրություններ, դրամական միավորների այսօրվա տերմինոլոգիայով փոխարժեքների ցուցակներ եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց եւ հոլանդացիները եւ անգլիացիները հետո երբ ստեղծեցին արևելահնդկական ընկերությունները, սկզբնական շրջանում հայ վաճառականության հետ Հնդկաստանում հաստատված հայ վաճառականության մասն եմ այս խոսում, շատ լավ հարաբերություններ ունեին, որովհետեւ կարիքն ունեին հայ վաճառականների փորձի առումով, գիտելիքների առումով, ճանապարհների ուսումնասիրության առումով եւ այլն եւ այլն։ Բայց հետո դա վերածվեց հակամարտության, ի վերջո դարձավ թշնամություն, որովհետեւ վերջին հաշվով ինչ որ մի քանակի ապրանքաշրջանառության մասին է խոսքը եւ բոլոր մասնակիցները աշխատում են մաքսիմալ քանակը վերցնել իրենց եւ իրենք իրացնել։ Իսկ հայ վաճառականությունը այս տեսանկյունից եւ հոլանդական եւ անգլիական արևելահնդկական ընկերությունների համար լրջագույն մրցակից էր, մինչեւ 18-րդ դարի համարյա կեսերը վերջերը։ Նույնիսկ արքունիքը բրիտանական թույլ էր տվել որոշ կապերների, դրանք այն ծովահեններն են, որոնք արտոնություն ունեն թալանելու բրիտանական թագի հակառակորդ պետություններին պատկանող առևտրական նավերը։ Արտոնություն էր տրված, որ որոշ դեպքերում կարող եք նաև հայ վաճառականների նավերը թալանել։ Թեպետ մի հատ հայտնի պատմություն կա իմիջիայլոց, մի հատ հայտնի տենց ծովահեն կար, անունը չեմ հիշում, չեմ ինչ քիդ double D-ով, որը մի հայ վաճառականի նավ թալել, իմիջիայլոց այդ նավը վերջերս հայտնաբերվում է, շատ հետաքրքիր պատմություն է, նրան ի վերջո դատապարտեցին կախարդին։ Այսինքն այս ամբողջ պատմությունը, որ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ այս են բնակավարներ միջազգային առևտուրը, որտեղ հայերը իրենց զգում են, ինչպես ընդունված ասել, զուգը ջրում, գիտեին բոլոր տրասաները, բոլոր ճանապարհները, անգիր։ Այս ամենի մասին կար հսկայական արդեն գրականություն, ուղեցույցներ կային, թե ինչպես պիտի երիտասարդ հայ վաճառականը այս կամ այն քայլն անի, ինչից սկսել, ոնց սովորել։ Լոջուղային կար դպրոց, հայ առևտրականների, վաճառականների պատրաստման համար, կամ վերապատրաստման, այսօրվա տերմիններով ասած։ Այսինքն ստեղծվել էր մի կուռ համակարգ, որը այս հսկա տարածաշրջանում Հնդկաստանից մինչև Միջերկրականի արևելյան ափերը
Փաստորեն տիրապետում էր միջազգային առևտրին։ Ֆենոմեն է, իսկապես։ Այն զարմանալի ֆենոմեններից է, որ մենք հայերս մեր մասին այդքան էլ լավ չգիտենք։ Իհարկե արմատները գնում են ավելի հետ։ Այսինքն հայ-վաճառականության ներկայությունը այս տարածաշրջանում միջերկրական աշխարհում, միջերկրականի աշխարհում սկսվել է ավելի վաղ, 13-14-րդ դարերից Վենետիկում, Ջենովայում հայ-վաճառականության դերակատարությունը նույնպես Ջենովայում իմիջիայլոց բավական երկար տևեց դա, մինչև 17-րդ դարի վերջ, 18-րդ դար հայ-վաճառականություն Ջենովայում կար։ Նույնը վերաբերում է Ամստերդամին, նույնը վերաբերում է նույնիսկ Կադիսին, ես չեմ խոսում արևելքի մասին, ամբողջ հնդկական թերակղզին հայ-վաճառականության կողմից լավ ուսումնասիրված էր, բոլոր ճանապարհները գիտեին, բոլոր ուղիները գիտեին։ Նույնը վերաբերում է նաև հասան մինչև Լհասա հայ-վաճառականները, բազմաթիվ վկայություններ կան այդ մասին։ Չինաստանի սահմաններին հասան, բայց Չինաստան չմտան։ Թե ինչն է պատճառը մինչև հիմա դժվար է ասել, բայց դա այդպես է։ Ֆիլիպիններում հսկայական ներկայություն կար հայ-վաճառականության, այսօր էլ դրա հետքերը դեռևս կան, Սինգապուրում, Մալայզիայում եւ այլուր։ Աֆրիկյան երկրներում հայ-վաճառականության ներկայությունը արձանագրված է։ Հաջան է։ Այսօր հետքերը որ կան ինչ է։ Գերեզմաններում հայ-վաճառական համայնքից բան չկա։ Համայնք դե Ֆիլիպիններում համարյա ոչինչ չկա, Հնդկաստանում մնացել է 300-400 հոգի մարդ, հայ հիմնականում Կալկաթայում, իսկ այն ժամանակ Կալկաթան իհարկե կարևոր նշանակություն էր, բայց ավելի կարևոր նշանակություն էր Մադրասը եւ Գոան եւ Ցեյլոնը։ Դրանք ավելի էական նշանակություն ունեին։ Չէ, ուղղակի նյութական ներկայություն կա, եկեղեցիներ, գերեզմանոցներ, տապանակարեր եւ այլն եւ այլն։ Այո։ Այն նվերների մասին, որ հայ-վաճառականները մատուցել են դասերցության արքան շահերին։ Հայ իհարկե, առանց կաշառքի ոնց կլինի։ Ես մոռացա մի այլ ուղղության մասին, որը նույնպես կարևոր է, դրան կանդրադառնամ։ Մասնավորապես դրա հետ կապված հիշեցի, էլ ինչ որ մոռացել էի, ռուսական ուղղությունը դեպի հյուսիս։ Իվանահեղից հետո Ռուսաստանը աստիճանաբար փորձում էր իր տարածքը դարձնել ավելի հետաքրքիր եւ ավելի գրավիչ վաճառականության համար։ Այդ թվում հայ-վաճառականության համար։ Եվ ճանապարհը, որը Դերբենդով կամ Կասպից ծովով մոտենում էր Աստրախանին, այնտեղից Վոլգայով բարձրանում էր դեպի Մոսկվա, մինչև Նովգորոդ, Նարվա եւ այլն, նույնպես զգալի չափով օգտագործվել է հայ-վաճառականության կողմից։ Դա հետաքրքիր բան կա, որ սովետական պատմագրության, հայ պատմագիտության թերություններն են ցույց տալիս։ Եղավ մի ժամանակաշրջան 60-70-ական թվականներին, երբ որոշ հայ պատմաբաններ փորձեցին ապացուցել, որ այն բանից հետո, երբ հայերը տեսան ռուսական ճանապարհի շահավետությունը եւ արդյունավետությունը, իրենց առևտուրը դեպի արևմուտք թողեցին եւ սկսեցին իրենց առևտուրն իրականացնել միայն ռուսական տրանզիտի միջոցով։ Ուղղակի, քանի որ իրանք ռուս են եւ Ռուսաստան են, ուրեմն դա պիտի հայի համար ավելի ձեռնտու լինի։ Դա անհեթեթություն է, որովհետեւ ամեն դեպքում այդ ճանապարհը շատ ավելի երկար էր։ Ամեն դեպքում ռուսական տարածքում էլ ավազակախմբեր, թալանչիներ, բանդիտներ ինչքան ասես կային, եւ ճիշտ է, դա էլ է օգտագործվել, այդ ճանապարհն էլ է կիրառելի եղել, բայց երբեք այն չդարձավ մրցունակ համեմատության մեջ ավանդական ճանապարհների հետ, այսինքն դեպի Հալեբ, դեպի Իզմիր, դեպի Սմյուրնիա, դեպի Պոլիս եւ այնտեղից դեպի Եվրոպա։ Ամեն դեպքում ավանդական ճանապարհը, բայց այո, իհարկե, եւ Շահ-Աբբասը ինքը, եւ նրա հաջորդները, եւ ռուսական ցարերը, եւ Եվրոպայում որոշ բաներ, արքունիքներ եւ թակավորներ ստացել են իրենց բաժինը այս ամեն ինչից։ Միշտ էլ առևտրի մեջ գոյություն ունի իմ փայնուրա հասկացությունը, այդ հասկանալի է մանավանդ այդ ժամանակներում։ Իսկ հայ-վաճառականության համար այդ մեթոդը միշտ էլ եղել է կիրառելի, իհարկե։ Ինչի համար էի կարծում, որ մենք այն ժամանակվանից կաշառքով ենք եղել թե չէ, իհարկե։ Բայց ոչ միայն մենք, բոլոր առևտրականները հիմա Էդուարդ ջան, իրենց համար փորձում են ստանալ առավելագույն բարենպաստ պայմաններ։ Իսկ բարենպաստ պայմաններ կարելի է ստանալ առաջին հերթին
Արքունիքի ներկայացուցիչներին ինչ-որ ձևով շահագրգռելով։ Հայտնի է, չէ՞, հայտնի պատմությունը գոհարակուր գահը նվիրվել, այո, իհարկե դա հենց այնպես չէր, հա։ Ես մի փոքր փաստ հիշեցի, եթե չեմ սխալվում, Մայսուրի շահին հայ վաճառականները Իսպահանից գալիս են եւ ուզում են այնտեղ խալու առևտուր սկսել։ Եվ այդ հայ վաճառականները մինչև վերջի կոպեկը ներդնում են, որպեսզի մի հզոր շքեղ մի հրաշալի խալի նվեր տան Մայսուրի շահին։ Այդ խալին նվեր են տալիս, ծախսելով իրենց բոլոր ունեցվածքը։ Մատուցվում է, իհարկե շահը հիացած է, շահը կախում է իր պալատում, բոլոր արքունիքի բոլոր ներկայացուցիչները տեսնում են ու ուզում են իրանք էլ ունենալ։ Բայց սկսում են դիմել հայ վաճառականը, իհարկե հայ վաճառականները այդ շքեղությամբ արդեն այդ չեն անում։ Այդ հոգեբանությունը ծախսել ամեն ինչ ամբողջությամբ, որ մենակ թերնի շահ շքեղ, որ իրենք հնարավորություն ունեն տասնամյակներ շարունակ առևտուր անել։ Այդ հոգեբանությունը որ Էդուարդ, դա ունի այո, բայց դա ունի իր դրական եւ բացասական հետևանքը վաճառականի տեսանկյունից, վաճառականի համար, որովհետեւ ես որ դու չափից ավելի շքեղ նվեր ես մատուցում, ենթադրվում է որ դու 10 կամ 100 այդքան էլ դեռ ունես, հա? Այսինքն ակնկալվում է որ քո հաջորդ այցի ժամանակ դու նորից պետք է համապատասխան նվեր մատուցես, առնվազն նույն գնի կամ գոնե դրան մոտ, հա, ինչ որ մի բան։ Այսինքն այստեղ խնդրեմ էլ կա։ Տենց չի որ միշտ կարելի է կաշառք տալով կարելի է կոնկրետ գործարքը իրականացնել եւ լավ պայմաններով իրականացնել երևի, բայց դա ենթադրում է որ դու պետք է շարունակես այդ ձևով, հա, քո գործունեությունը շարունակես էլի հավելյալ ծախսեր վերցնելով քո վրա։ Այստեղ միանշանակ չի այդ ամեն ինչը։ Այսինքն որոշ դեպքերում կաշառատվությունը անջանությունից է գալիս, բա ինչ անենք, հա, որպեսզի ստանանք բարեհաճ վերաբերմունք։ Բայց նորից, եթե դու գնում ես այդ ճանապարհով, դա ենթադրում է անընդհատություն արդեն, շարունակականություն։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ ինչի բազմաթիվն Ֆրանսիան վերցնել Մարսել։ Մարսելի իշխանությունները լավ են գիտեին այս ինչ են անում։ Լավ։ Դժվար թե իրանք ձեն անեին։ Ֆրանսիայի արքունիքը լավ են տեղյակ են ինչ են։ Այսինքն իրանց շահությունն է, ինչի իշխանությունները այդ պետությունների լռում են, բայց ժողովուրդը դες նամակներ են։ Ժողովուրդը չի, էլի իշխանության ներկայացուցիչներն են, տեղական իշխանության ներկայացուցիչներն են բողոքներով դիմում արքունիքին։ Իսկ ինչ է նշանակում ինչու են լռում։ Լռում են, որովհետև իրենք անձնական շահ ունեն այդ ամեն ինչից։ Շատ դեպքերում նաև այդպես է։ Բայց եկեք չմոռանանք մի ուրիշ հանգամանք։ Վերջին հաշվով հնարավոր է, որ կենտրոնական իշխանության ձեռքը չի էլ հասնում այդ խնդիրներին։ Նայած երկիր, Ռուսաստանի պարագայում ցարը Մոսկվայում դժվար թե կարողանա լրիվ վերահսկել իրավիճակը Աստրախանում կամ Վոլգայի վրա։ Այդքան հեշտ չի։ Տարածքների խնդիր կա, կարգադրությունները ժամանակին հասցնելու խնդիր կա, տեղական իշխանությունների լիակատար լոյալության կամ չլոյալության խնդիր կա եւ այլն, հազար ու մի հարցեր են առաջանում։ Եվ դրա համար է նաեւ որ կաշառատվությունը համարվում է ամենագործող ձևը, մեթոդը։ Հատկապես առևտրական Եթե արժեքի պալատայում հայերը հենց մի գահ են թողել ռուսաց ցարի, որ դու նայում ես, դու հասկանում ես, որ դա հատուկ է այդպես արված։ Իհարկե։ Որ իրանք արդեն զուտ հենց պետության ղեկավարի հովանավորության տակ գործեն այդ երկրում։ Տեսեք, ընդհանրապես երբ որ այս ֆենոմենը ուսումնասիրում ես, իսկ սա ֆենոմեն է։ Հայ վաճառականության գործունեությունը 16-17-րդ, հատկապես 16-17-րդ դարերում կարելի է դիտարկել որպես մեր պատմության ֆենոմեններից մեկը։ Առայժմ ոչ բավարար չափով ուսումնասիրված։ Բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, որ մտածելու տեղ է տալիս։ Իհարկե, հսկայական հարստություն էին դիզում մեծ վաճառականները հատկապես ահռելի քանակությամբ։ Բայց ում էր մնում այդ հարստությունը, հարցը առաջանում։ Եթե դու ապրում ես Իսֆահանում կամ Նորջովայում, եթե դու ապրում ես Թավրիզում, եթե դու ապրում ես Մյուրնիայում, Ալեպում, Մոսկվայում, Մարսելում, Ամստերդամում եւ այլուր, ի վերջո, կարող ենք մենք դա համարել ազգային հարստություն։ Երևի կարող ենք, որովհետեւ պատկանում է հայությանը, հա, հայերին, հայ են դրա տերերը։
բայց ի վերջո դա մնում է այդ երկրներին եւ այդ ժողովուրդներին եւ այդ հասարակություններին։ Այսինքն պետականության բացակայության պայմաններում հայ վաճառականության դիզած ահռելի հարստությունը ի վերջո փոշիացավ։ Եվ այդպես էլ պիտի լիներ, որովհետև եթե այդ հարստությունը չի կուտակվում քո տարածքում, քո բնորանում, ապա դա կորած է, վաղ թե ուշ, կարող է տևել 100 տարի, կարող է տևել 300 տարի գուցե, բայց ի վերջո դա փոշիանալու է եւ կորելու։ Եվ միջից, եթե փորձենք արդեն որոշ կորելացիաներ անցկացնել այսօրվա վիճակի հետ, մենք կտեսնենք, որ բավական նման պրոցեսներ են տեղի ունենում այսօր մեր երկրում։ Թեկուզ պետականություն կա։ Չնայած կա պետականություն, այո։ Այստեղ արդեն այդ պետականության մեղքն է, որ այս վիճակն է։ Այսինքն պետությունը պարտավոր է ստիպել, կարգավորել իր, այսպես ասած, սնեցրած եւ աճեցրած մեծահարուստներին, որ նրանք իրենց ներդրում կոչվածը այսօրվա տերմինաբանությամբ անեն ոչ թե Խորվաթիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, կամ չգիտեմ էլի որտեղ, կամ ասենք Ջերսի կղզիում, օֆշորային տարածքներում, Կիպրոսում եւ այլուր, այլ հենց Հայաստանում, թե չնայած որ անկասկած շահույթը լինելու է 2 անգամ, գուցե 3 անգամ ավելի քիչ, բայց մեկ է շահույթով լինելու։ Ուրեմն պիտի պարտադրի պետությունը, որ իր առևտրականները, իր գործարարները, իր բիզնեսմենները, իր չգիտեմ էլի ինչերը, պետության կողմից մշակված քաղաքականությանը ենթարկվեն։ Խնդիրն է, որ մշակված քաղաքականություն որպես այդպիսին գոյություն չունի, այս է խնդիրը։ Բացի այդ, պետությունն ինքը ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է այս ամեն ինչին, ինքը անձամբ, առնչվում է եւ շահ ունի։ Պետության ներկայացուցիչները, ոչ թե պետություն, այլ պետությունը ներկայացնող ոմանք այս ամեն ինչից իրենց անձնական շահ ունեն եւ պարզ է, որ դրսում արված ներդրումներից եկած եկամուտը ավելի մեծ է, քան Հայաստանում արված ներդրումներից։ Ինձ հետաքրքրում է հայ վաճառականների միջև, իրանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները ինչպիսի տարբեր, ոնց էր կարգավորվում իշ, դա չգրված օրենքներ կային եւ հայ վաճառականները միայն իրենք իրար մեջ չեն արել բնականաբար, թեպետ դա էլ է շատ էական։ Էս նաև նկատում փոխօգնությունը ոնց են մեկը մյուսին։ Տեսեք, ես չմտա որոշ դետալների մեջ, մտածելով որ դա երևի այդքան հետաքրքիր չի լինի։ Բանկային համակարգը, փոխառությունների համակարգը, դա մեր գյուտը չի, հայերիս գյուտը չի։ Դա ժամանակին արել են շատ ավելի հին առևտրական հարաբերությունների մեջ մխրճված ազգեր։ Մասնավորապես հատկապես դա իր գագաթնակետին հասավ Վենետիկում եւ Ջենովայում, եւ հայերը ուղղակի ընդօրինակեցին այս մեթոդները։ Հա, իհարկե, շատ հայտնի պարտամուրհակի գաղափարը որպես այդպեսին Վենետիկում գրվում է պարտամուրհակ եւ վաճառականը փոխանակ կանխիկ գումար, վերջին հաշվով վտանգավոր է այդ գումարը գրպանում դրած կամ տոպրակի մեջ դրած կարավանային ճանապարհորդության։ Առաջին պատճառը, որ ստիպեց այս մեխանիզմները այսպես ասած օգտագործել, անվտանգության ապահովման տեսանկյունից էր, որ ստեղծվեց։ Այո, դու Վենետիկում պարտամուրհակ ես վերցնում, իսկ ասենք Մադրասում կամ Մանիլայում կամ չգիտեմ էլի որտեղ ստանում ես քեզ հասանելիքը։ Սա հայ վաճառականության կողմից փայլուն կերպով կիրառված, բայց ոչ միայն հայ, նաև հրեա վաճառականներն էին, նաև իտալացի վաճառականներն էին, ու իտալացի ժամանակ չկար, ջենովացի կամ վենետիկցի վաճառականներն էին, այս ամեն ինչը կիրառում հոլանդացիները, բրիտանացիները եւ այլն։ Բայց հայ բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ, բազմաթիվ մի քանի ուսումնական ձեռնարկ կա, որոնք գրված են հենց նոր ճյուղայի հայ վաճառականության դպրոցի համար, հայ վաճառականների դպրոցի համար, որտեղ այս ամեն ինչը մանրամասն կերպով նկարագրված է եւ բացատրված։ Թե ինչպես կարելի է օգտվել Վենետիկում կամ Ջենովայում կամ Մոսկվայում կամ չգիտեմ Գոայում կամ այլտեղ այսինչ հարաբերություններից, այսինչ կապերից տրված են դրամական միավորների փոխարժեքների համեմատական բաները, ցանկերը, այսօր որ ասենք, ոնց է, մտնում ես բանկ, որևէ բանկ տրված է, չէ՞, այդ ամեն ինչը, $1 այսքան, £1 այսքան, €1 այսքան եւ այլն։ Այդ ամեն ինչը այն ժամանակ արդեն կար։
Եվ հայ վաճառականության համար դա առօրյա կիրառության գործիք էր։ Այսպես է։ Դրա համար եմ ասում, որ դա ֆենոմեն է։ Իսկապես զարմանալի է, որ 16-17-րդ դարի Հայաստան, իսկ 16-17-րդ դարի 15-18-րդ դարերում Հայաստանը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ։ Իհարկե, Կաստրի-Շիրինի պայմանագրից հետո բուն Հայաստանը, մասնավորապես Արևելյան Հայաստանը, տնտեսական կարելի է ասել աննախադեպ աճ ունեցավ, որովհետև խաղաղության ժամանակահատված էր, գյուղացիությունը ազատ, հանգիստ կարողանում էր իր գործով զբաղվել, արհեստավորությունը իր գործով, իշխանությունները շատ չէին հալածում հայ բնակչությանը եւ Հայաստանը այս ժամանակահատվածում մինչեւ Դավիթ Բեկի ժամանակահատվածը Արևելյան Հայաստանը ունեցավ նկատելի, իսկ ոմանք ասում են աննախադեպ տնտեսական աճ։ Կարելի է համաձայնել այս ձևակերպման հետ, բայց դա ժամանակավոր էր եւ պատմական Հայաստանի շատ փոքր մասում էր, պլյուս Հայաստանը միևնույնն է ընդամենը Սեֆյան Իրանի մի մասն էր, Արևելյան Հայաստանը պետություն չէր, պլյուս այստեղ մի ուրիշ բան կա, բնակչության չգիտենք որ մասը, բայց շատ մեծ մասը արդեն հայ չէր, թուրքախոս էր կամ պարսկախոս շատ քիչ չափով, ինչի համար սրան անդրադարձա, ես ճիշտ ասած չեմ հիշում, ինչ կապակցությամբ սրա եկա այս թեմային։ Ինչի՞։ Հա, միմյանց օգնում են միմյանց։ Դե, առևտրի մեջ վաճառականների հարաբերություններում լինում իսկապես էլ կա վերջին այսօր ազնիվ եւ անազնիվ առևտրականի հասկացություն։ Իսկապես էլ կա մարդկային տեսակի խնդիր վերջին հաշվով, չէ՞, տարբեր են մարդիկ։ Այսինքն, եթե դու պիտի մեկին խաբես, արդեն էական չի, խաբում ես քո ազգակցին, հայրենակցին, թե ֆրանսիացու կամ հոլանդացու կամ պարսիկի կամ թուրքի, եթե խաբող ես, ուրեմն ասացիք բանկային համակարգի գիտը ավելի հինազգերի է պատկանում։ Ես մի անգամ կասեցի, որ բանկոմատը գյուտարարը հայ է։ Հա, այո, բանկոմատի գյուտարարը հայ է, այո, հա, հետո ինչ։ Լիքը խելոք հայ կա աշխարհում երեխեն, և ինչ։ Հիմա էլ կա, իհարկե հիմա էլ կա։ Մի վարկյան։ Կարելի է հորինել բանկոմատ, բայց նորից այդ բանկոմատը առաջին հերթին դառնում է արևմտյան բանկային համակարգին սպասարկող ատրիբուտ։ Ոչ թե, բանկոմատները ստեղծվել են 60-ական, 70-ական թվականներին, եթե ես չեմ սխալվում։ Այսինքն մեր երկրում բանկոմատ որպես այդպեսին հայտնվել է վերջին 10-15 տարվա ժամանակաշրջանում, չէ՞։ Այսինքն նորից, եթե համաշխարհային քաղաքակրթական, տնտեսական համակարգերին մերվելու եւ ներգրավվելու խնդիր կա, ապա դա հնարավոր է երկու տարբերակով, կամ դու որպես անկախ պետություն քո քաղաքականությամբ ներգրավվում ես այդ համաշխարհային համակարգի մեջ, կամ էլ դու ինչ-որ մի կայսրության բան ես, մասնիկ ես, եւ այդ կայսրությունն է ինքը ներգրավվում, քեզ էլ վրանով ներգրավվելու։ Ակնհայտ է, որ առաջին տարբերակի դեպքում, բայց մի հատ շատ էական բայց կա, ճիշտ, արդար, մտածված, գիտականորեն հիմնավորված կառավարման պարագայում միայն հաջողության կարելի է հասնել։ Որովհետև մենք այսօր էլ ձեր հետ միասին Հայաստանի օրինակը մի պահ մոռանանք, այն ողբալի է, բայց միակը չի։ Լիքը երկրներ կան, որոնք ձևականորեն անկախ են, բայց վատ կառավարման, հատագիտական մեթոդների կիրառման, բարոյականության իսպար բացակայության պատճառով այդ երկրները հայտնվել են համաշխարհային քաղաքակրթության մեղմ ասած հետնաբեմում, իսկ իրականում աղբանոցում։ Այս է խնդիրը։ Այսինքն, երբ մենք ձեզ հետ միասին քննարկում ենք օրինակ արտաքին քաղաքական այլ խնդիրներ, կամ հենց այսօրվա թեման, հայ վաճառականության հայ ժողովուրդը իր ունակությունները դեռևս ամբողջությամբ չի կորցրել։ Ես վստահ եմ, որ այսօր էլ համապատասխան պայմանների առկայության դեպքում հենց հիմա գալիս եմ նրան ինչին ուզում էի հանգել։ Այսօրվա պայմաններում նույնպես մենք կարող ենք հսկայական դերակատարություն ունենալ հենց այս բնագավառում։ Այդ բնագավառներում նույնպես հավանաբար, բայց այս բնագավառը պատմությունը ապացուցել է, որ բավական հոգեհարազատ է։ Ընդհանրապես առևտրականի նկատմամբ գեղարվեստական գրականությունը մշակել է արհամարհական եւ պախարակելի, այսպես ասած, դիրքորոշում։ Դա անհեթեթ է, որովհետեւ առևտրականը նույն
վերջին հաշվով հասարակության մասնիկն է եւ առևտրականը թվում է թե ինքը անձամբ բարիք չի ստեղծում, մեկի ստեղծած բարիքը վերցնում տանում է մի ուրիշի վաճառում է եւ հակառակը, չէ, բայց առանց իրա այդ շրջանառությունը տեղի չի ունենա։ Անհնար է շրջանառություն իրացնել, եթե չկան այդ շրջանառությունը իրացնող վաճառականներ, առևտրականներ, այսօրվա տերմինոլոգիայով բիզնեսմեններ կամ չգիտեմ ինչ տերմին են օգտագործում բնորոշելու համար առևտրական։ Առևտրական բառը հասարակական գիտակցության մեջ դաջված է որպես բացասական։ Եվ հասկանալի է թե ինչու, որովհետև երբ դու գնում ես առևտրականի մոտ առևտուր անելու, ուզում ես ապրանքի գինը իջացնես, իսկ ինքը չի իջացնում։ Պարզ է։ Աշինը չի։ Ինքը քո թշնամին է, ինքը քո վրա ինչ-որ մի բան է սաղացնում, որը դու փորձում ես ավելի էժան առնել կամ վերցել ձեռքը թափես տալիս, եթե տեսակի հարց է, գնում ես մյուսի մոտ, հետո երրորդի մոտ, հետո չորրորդի մոտ, հետո վերջը հասկանում ես, որ մեկը ավելի լավ էր ընդհանրապես որովհետև այստեղ մի ուրիշ հասկացություն է կա ժողովրդական, այսպես ասած, իմաստության հետ կապված, թանկի ծերյանը չկա կամ չգիտեմ էլի ինչ, հա։ Վերջին հաշվով, երբ որ դու պիտի գնես ինչ-որ մի ինչ, հա, անհրաժեշտ է քո ընտանիքին կամ չգիտեմ էլի ինչ պատճառով պիտի տանես։ Դու սկսում ես փնտրտուքների մեջ ընկնել, հա, ընկնում ես խանութներով մեկ, երկար բարակ, հոգնում ես, վազվզում ես, այս առևտրականի հետ ես փորձում սակարկել չի ստացվում, գնում ես մյուսի մոտ եւ բնականաբար սկսում է ձևավորվել մի հատ տիպաժային, այսպես ասած, կերպար, որ առևտրականը սրիկա է, բայց այդ մարդու փեշակն է, այդ իր գործն է, այդպիսին է, իրակորդ, բանդապահն էլ է, չէ սրիկա այդ դեպքում, բայց դա իր գործն է, վերջնաշուտ դահիճը ինչ է, դահիճն էլ է, չէ սրիկա, բայց նա էլ իր գործն է անում, հասարակությունները ստեղծել են աշխատանքի բաժանման որոշակի ասած մեխանիզմներ կամ ընդունված ինչ-որ բաժանումներ որոշակի։ Եվ ուրեմն վերադառնալով այսօրվա հնարավորություններին։ Իհարկե պետք է հաշվի առնել հետևյալը։ Հայկական տարածքը, Հայաստանը չլինելով անկախ պետություն, այս ժամանակաշրջանում 15-ից 18-րդ դարերում շատ ավելի մեծ էր, բնակեցված էր շատ ավելի խիտ հայությամբ եւ կարելի է քննարկել որպես միավոր դրա էությունը, ինչ է իրանից ներկայացնում։ Այո, այն բաժանված էր արևելյան եւ արևմտյան հատվածների, Սեփյան Իրան եւ Օսմանյան կայսրություն։ Բայց հայությունը մեկն էր։ Հա? Եվ այդ ճանապարհները, քարավանային ճանապարհները, որոնք անցնում էին, ավելի մեծ տարածք էին ընդգրկում, քան այսօրվա Հայաստանը կարող է առաջարկել։ Այսօրվա Հայաստանը շատ բան այդ տեսակետից, որպես տրանզիտի ճանապարհ առաջին հերթին, հա, շատ բան չունի առաջարկելու։ Եվ այնուամենայնիվ, շատ բան չունենալով, ինչ որ բան ունի։ Այսինքն, եթե ինչ որ մի օր ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, բայց դա միայն մեզանից չի կախված, դա կախված է նաև այլ դերակատարներից, հա։ Հայաստանը վերադառնա տրանզիտ տարածքի իր պատմական դիրքին կամ առաքելությանը կամ չգիտեմ ինչ ձևով ձևակերպեմ, ապա անկասկած կարող է զգալի չափով վերականգնել իր նշանակությունը համաշխարհային առևտրի մեջ։ Այսօր առևտուրը իրականացվում է շատ ավելի ժամանակակից մեթոդներով, հասկանալի է, բայց ապրանքաշրջանառությունը որպես այդպիսին միևնույնն է տեղի ունենում ֆիզիկապես, այստեղից այնտեղ հասցնելով, ինչ ուզում ես արա։ Ինչ դերակատարություն կարող է ունենալ այսօրվա Հայաստանը։ Իհարկե, այսօր մենք հայտնվել ենք պարկի մեջ կամ հյուրահեղի դերում ենք։ Իսկ Հայաստանի վրայով այսօր որևէ տարանցիկ ճանապարհ չի անցնում։ Ոչ էլ ժամանակակից նավթատարեր, գազատարեր եւ այլն։ Չեմ շում Իրանի հետ կապված կարծեմ որ խոսում էինք, տեսեք, թվում էր թե հեսա հնարավոր է որ գոնե այս մի հարցում Հայաստանը դառնա տարանցիկ երկիր, բայց ապիկարության, ինչպես նաեւ կախվածությունների պատճառով դա տեղի չունեցավ։
Այսինքն նորից մենք գալիս ենք ներքին իրական խնդիրների լուծման առաջնահերթությանը։ Մինչև Հայաստանում չձևավորվի ռեալ հայրենասեր իշխանություն, որը իսկապես մտածում է ապագայի մասին, ոչ թե միայն ասում է իր անձնական հետաքրքրություններն բավարարում, չի ստացվի ոչինչ։ Եթե դա հնարավոր եղավ անել, ապա անկասկած Հայաստանը եւ նավթատարների, եւ գազատարների, եւ երկաթուղիների, իմիջիայլոց նույնիսկ ավիացիայի տեսանկյունից հարցին եկեք նայենք։ Վերջին հաշվով տեսեք, կար ժամանակին այսպիսի մի ծրագիր, որ Երևանը պիտի դառնա միջազգային ավիափոխադրումների կենտրոն։ Եվ աշխարհագրական դիրքով Հայաստանը համապատասխանում է այդ պահանջներին, որ ներկայացվում են։ Վերջին հաշվով ոնց եղավ, որ Դուբայը, Էմիրատները դարձան միջազգային ավիափոխադրումների կենտրոն։ Ընդհանրապես ճիշտ մշակված քաղաքականության արդյունքում, որովհետև բնական պայմանների տեսանկյունից հաստատ Դուբայը ավելի վատ տեղ է, քան Հայաստանը։ Աշխարհագրական դիրքի առումով մենք նույնպես կարող ենք անգլիացիները դրան ասում են hub, չգիտեմ հայերեն դրան ինչն ասում, կապող օղակ, հա, կարելի է այդպես թարգմանել, հա, կապող օղակ լինել, միջանցիկ օղակ կամ տարանցիկ օղակ լինել արևելքից դեպի Չինաստան, դեպի Ավստրալիա, դեպի Նոր Զելանդիա եւ այլուր մեկնող ուղևորների համար, որովհետեւ Լոնդոնից մինչև Սիդնեյ ուղիղ թռիչք կա, բայց շատ հոգնեցուցիչ է։ Ինչպես նաև Փարիզից դեպի Պեկին ուղիղ թռիչք կա, բայց մեկը շատ հոգնեցնող է եւ գերադասելի է ունենալ մի հատ վայրեջ կետով շարունակել։ Այս տեսակետից Հայաստանը իր դիրքով պատմականորեն գտնվում է խաչմերուկում։ Լավ բան է դա, թե վատ բան։ Մի կողմից վատ է, որովհետեւ եթե դու խաչմերուկ ես, ապա անընդհատ դառնում ես այլ եւ այլ հորդաների եւ քոչվոր ցեղերի ոտնատակ լինելու օբյեկտ, մյուս կողմից տնտեսական առումով այն կարող է շատ հետաքրքիր լինել։ Ուրեմն հնարավորությունները իրականում կային եւ դեռևս գոյություն ունեն, բայց ժամանակի ընթացքում այդ հնարավորությունները մենք կորցնում ենք, որովհետեւ ուրիշները ավելի խելացի են գտնվում եւ իրենք են վերցնում այդ հնարավորությունները եւ իրենք են ստանձնում այդ միջազգային փոխադրումների մեջ ավելի էական դերակատարություն, քան գոնե ինչ-որ չափով մենք կարող էինք ստանձնել։ Սա վերաբերում է ասենք, իհարկե, այստեղ կա քաղաքական կոմպոնենտ, ինչու կար Ախալքալակ Բաքու երկաթգիծ, պարզ է թե ինչու, որովհետև կար Գյումրին փակ է, բայց միայն դա չի պատճառը, այստեղ նաև քաղաքական չլուծված հարցերն են, այսինքն մինչև այդ քաղաքական խնդիրները չլուծվեն, ես մի անգամ արդեն ասել եմ, միջանցքները առաջին հերթին արևմուտք արևելք են, ոչ թե հյուսիս-հարավ։ Հյուսիս-հարավն են որոշ չափով դերակատարություն կարող ունենալ, բայց էական են արևելքից արևմուտք եւ հակառակ ուղղությամբ գործող գոյություն ունեցող ճանապարհներն ու միջանցքները։ Միշտ այդպես է եղել։ Միշտ։ Առևտուրը իրականացվել է արևելքի եւ արևմուտքի միջև առաջին հերթին։ Ապրանքաշրջանառությունը առաջին հերթին այս ճանապարհներով է իրականացվել։ Եվ Հայաստանը դրա պատճառով է, որ միշտ եղել է դերակատար, նաեւ այդ պատճառով է եղել դերակատար։ Ուրեմն դեռ նորից վերադառնամ աշխարհագրությանը։ Մենք իհարկե մեր տարածքը այսօր այնքան փոքր է, որ շատ բան առաջարկել տարանցիկ ճանապարհների տեսանկյունից չենք կարող։ Բայց այստեղ կա քաղաքական նպատակահարմարության հարցը։ Կան երկրներ, որոնց համար ավելի նպատակահարմար կլինի, որ այդ տարանցիկ ճանապարհը այնուամենայնիվ անցնի Հայաստանով։ Կան այդպիսի երկրներ, որքան էլ որ դա զարմանալի է։ Մասնավորապես Իրանը, հա, այո, իհարկե։ Որոշ դեպքերում Ռուսաստանը։ Իհարկե Ռուսաստանի պարագայում այստեղ մի արգելանք կա, որը մի կողմից լավ է, որ կա, մի կողմից վատ է, որ կա, բայց փաստավոր կա Վրաստանը։ Վրաստանը թույլ չի տալիս, որ մենք ուղղակի առնչվենք Ռուսաստանին։ Նորից եմ ասում, դա ունի եւ բացասական եւ դրական կողմերը չմոռանանք, ինչպես ամեն ինչ։ Ուրիշ ինչ հեռանկար կարող է ունենալ։ Այստեղ կարող է շատ էական դեր խաղալ, զարմանալի է, որ դա ես կասեմ, բայց ես դա կասեմ, Սփյուռքի գոյությունը, որպես, եթե ենթադրենք, որ այն կա, որպես ամբողջություն։ Այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իսկապես սերտ հարաբերություններ հաստատել հայության ցրված խմբերի հետ ամբողջ աշխարհում մեկ։ Առաջ այդ հնարավորությունները խիստ սահմանափակ էին, այսօր դրանք շատ ավելի մեծ են։ Այսինքն, այն ինչ անում են օրինակ չինացիները, հասկանալի է, որ քանակական համեմատություն չի կարող լինել, բայց ամեն դեպքում
Չինական արտաքին առևտրի էքսպանսիան զգալի չափով բացատրվում է ոչ միայն այդ ապրանքների էժանությամբ, այլ նրանով, որ կա ուղղակի կապ Օտավայում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Բարեհուսո Հրվանդանի տարածքում, Քեյփթաունում եւ այլուր գործող չինական համայնքների հետ։ 90 միլիոն է կարծում։ Դրսում այո, մոտ 100 միլիոնի է հասնում, բայց ես նորից եմ ասում, այստեղ մենակ քանակի խնդիրը չի, այստեղ որոշ դեպքերում կարող է փորձառությունը, գիտելիքները այդ համայնքների մեջ ինտեգրված լինելու հանգամանքը հայերը ավելի հեշտ են ինտեգրվում, քան չինացիները իմիջիալու շատ պատճառներով, անթրոպոլոգիական պատճառով եւ այլ պատճառներով, հա։ Այնպես որ այս երբ որ մենք ասում ենք, որ Սփյուռքը կարող է շատ հարցերում օժանդակել Հայաստանին, իմ կարծիքով Սփյուռքն առաջին հերթին նաև իր շահերը ունենալով, ներգրավվելով, հա, այս ամեն ինչի մեջ, կարող է շատ ավելի էական եւ դրական դերակատարություն ունենալ, քան մինչև հիմա ունեցել է։ Նորից Սփյուռք որպես այդպեսին ես կարծում եմ բանվորություն չունի, բայց կան առանձին հայ համայնքներ։ Ի վերջո հայ վաճառականությունը 16-17-րդ դարերում ծաղկման շրջանում նաև դրա շնորհիվ էր, չէ, որ կարողանում էր այդպես բարձրացնել, այդպես ծավալվել, որովհետև այո, Մարսելում կար համայնք, Ամստերդամում կար համայնք, նույնիսկ Լոնդոնում ու Մանչեսթերում կային ինչ-որ փոքր համայնքներ։ Այս Ջենովան Վենետիկը իր հերթին, Վիեննան իր հերթին, Ստամբուլն ու Զմյուրնան իր հերթին, Արևելքում պարզից պարզ է, որ եւ Մադրասում, եւ Ցեյլոնում, եւ Գուայում, եւ Մանիլայում եւ այլուր այդ համայնքների արկայությունը շատ օգնում էր, որպեսզի հայ վաճառականության գործունեության շահութաբերությունը ավելի մեծ լինի։ Այսինքն, այս այն երևույթներից է, որ իսկապես կարող է իշահ Հայաստանի եւ նաեւ հայության օգտագործենք այդ բառը ծառայել։ Ահա։ Սփյուռքին զուգահեռ հարց զարգացնում, գոյություն ունեն համայնքներ, հայերիկը, եւ այսպեսի հավաքական կերպար Սփյուռքը չեն կնկանում, նույնիսկ առևտրական այսինքն չկար ինչ-որ առևտրական ընդհանուր ցանց, այսինքն կար առևտրական համայնքներ տալու երկրներին գործող, բայց ցանց որպես այդպեսին, որ փոխադարձություն դիտարկող կապակցություններ կար է այդպեսի ցանց առևտրականության։ Իհարկե։ Գուցե այսօրվա հասկացությամբ դա այդքան հստակ ձևավորված եւ հստակ գործող ցանց չէր, բայց շատ պարզ է, որ երբ հայ վաճառականը 20 ֆուտ հում մետաքս պիտի հասցնի Մոսկվա, հա, օրինակ։ Այդ ամբողջ ճանապարհի ընթացքում նա պիտի ինչ-որ տեղերում հանգրվանի։ Գերադասելի է հանգրվանել հայ քարավանսարայի տիրոջ մոտ, ոչ թե թուրք կամ ուզբեկ, հաստատ։ Երբ որ հասնում է Մոսկվա, հա, այնտեղ առևտրական շարքերում կան հայ վաճառականներ, գերադասելի է նրանց միջոցով, ամեն դեպքում ազգային պատկանելությունը այստեղ շատ էական նշանակություն է խաղում։ Միշտ ինչ-որ էլի է, վերադառնում եմ արդեն ձեր հարցին, հայերը հայերին խաբում էին, թե չէ, իհարկե խաբում, նաև խաբում էին, հավանաբար, ես փաստեր որպես այդպեսին չունեմ, հաջա՞։ Բայց իհարկե, մենք այսօր մեր նմանները, դուք որ վաղամիսօր հայտնվեք Փարիզում կամ չգիտեմ, փողոցում երբ որ հայերեն խոսող տեսնեք, ձեզ լավ կզգաք, չէ՞։ Հաճելի է, չէ՞, ամեն դեպքում, երբ որ քո տեսակից մի հատ էլ, երկու հատ էլ կամ 15 հատ էլ կա։ Ամեն դեպքում դա շատ բնական է։ Ես Չինաստանի չինացիների օրինակը հենց այնպես չեմ բերում։ Դա էթնիկ կապը, լեզվական կապը, մշակութային կապը անխզելի կապեր են, դրանցից հեշտ չի հրաժարվելու, նույնիսկ ցանկության դեպքում հեշտ չի հրաժարվելու։ Այն մարդիկ, որոնք փորձում են հայությունից հեռանալ, ավելի են տառապում, քան նրանք, որոնք չեն փորձում հեռանալ։ Այն, որ շատ էլ ասում են գնամ ընկնեմ, չգիտեմ որտեղ մոռանամ իմ ինչ լինել ազգային պատկանելությունը, դրանք ուղղակի ոչինչ չեն հասկանում մարդկային էությունից, որտեղ մարդկային էությունը ոչ միայն այն կենսաբանական օրգանիզմն է, այլ նաև զգացմունքները, հավատամքը, գիրգրականությունը եւ այլն։ Այնպես որ նորից վերադառնալով հնարավոր է արդյոք, ես կարծում եմ, որ հնարավոր է, բայց նորից դրա համար անհրաժեշտ է։ Ոչ թե Սփյուռքի նախարարություն ստեղծեք, կամ լավ ստեղծում եք, բայց ճիշտ ֆունկցիաներ տվեք այդ նախարարությանը։
Ոչ թե ինչ-որ շոուներ կազմակերպեք, ոնց է կոչվում, արիտուն, մեկ ազգ, մեկ մշակույթ։ Ինչ նշանակում մեկ ազգ, մեկ մշակույթ։ Ով կարող է ինձ դա բացատրել։ Ասոմանը չգիտեմ։ Չէ, բայց մեկը հնարել է, չէ։ Գրել է, չէ, պիտի դրա տակ պիտի ինչ-որ իմաստ լինի, չէ։ Այսինքն մեր սփռվածությունը իրականում լինելով դժբախտություն, որոշ պարագաներում կարող է իսկապես դառնալ առավելություն, բայց դա պիտի կարողանալ կիրառել, այո, դա պիտի եւ այդ էմոցիոնալ հատվածը խնդրի փորձել մի պահ մոռանալ, գնել մի կողմ, լրի մոռանալ հնարավոր չի, բայց դրա վրա չի հիմնվել, այլ հիմնվել կոնկրետ շահերի վրա։ Վերջին հաշվով այդ սփյուռքահայությունն էլ մեղք չունի, չէ՞ որ ինքը այդ տեսակն է։ Ես ամեն անգամ, որ Փարիզից կամ մի ուրիշ տեղից վերադառնալուց եմ լինում Երևան, մինչև օդանավ նստել անընդհատ շփվում եմ այդ զանգվածի հետ, առնվազն լսում եմ, երեխեք մեղք են, որովհետև իրանք ուզում են հայ լինել, իրանք ուզում են Հայաստանի հետ կապված լինել, իրանք իրականում իրենց ձևով մեր երկիրը սիրում են, տենց չի, որ արհամարանք կա, այս կա այնքան, մարդկային տեսակի խնդիր է, ոնց իհարկե, բայց ճնշող մեծամասնությունը իրականում ուզում է այդ կապվածությունն ունենալ։ Վերջին հաշվով, երբ որ դու ապրում ես Լիոնում, Մարսելում կամ Ամստերդամում կամ էլ չգիտեմ որտեղ, մեկը հոգուտ խորքում ուզում ես մի հատ հայրական, հայրենական սիրելի օջախել ունենալ, տարին մի անգամ կամ 5 տարին մի անգամ այնտեղ գնալու համար։ Այդ կապը հնարավոր չի հենց այնպես վերացնել, անհնար։ Սփյուռքահայությունը այսպես թե այնպես միշտ կապված է լինելու Հայաստանի հետ։ Իմիջիալոց պարզ է, որ այս 20 տարում այդ կապվածությունը շատ ավելի խորացել է, շատ պարզ պատճառներով սահմանները բացվել են։ Խորհրդային ժամանակներում այդպես չէր, խորհրդային ժամանակներում վախ կար սովետական Հայաստանի նկատմամբ, որ դա ռուսական կայսրության մի մասն է, որ երբ հասնեմ Երևան անպայման ինձ բան են կպցնելու, անվտանգության որևէ աշխատողի ինձ ամբողջ կյանք բանը, մինչև զուգարան այդտեղից զգա եւ այլն եւ այլն։ Այսօր այդ վախերը գոնե չկան, այսօր շատ ավելի բնական է այդ փոխհարաբերությունների զարգացման հնարավորությունը, չէ՞։ Ուրեմն ինչ անել։ Չէ, ես տեսականորեն դրա պատասխանը պարզ է, բայց տեսականորեն։ Ստեղծել պետություն։ Ես ուզում եմ ասած բացի տրանզիտ հասկացությունը պատկերացնել ունենք պետություն։ Ունենք տրանզիտի հնարավորություն որոշ չափով, բայց այսօր կարելի է այդ նույն հայ վաճառականության հիման վրա նախկինում որտեղ էր, ստեղծել օրինակ հզոր համաշխարհային, չգիտեմ, ֆինանսական կորպորացիաներ։ Գուցե որոնք ոչ բացահայտ կարող են սպասարկել Հայաստանի շահերը աշխարհի բոլոր երկրներում, բոլոր ծայրերում։ Դա ձեր կարծիքով հնարավոր մեխանիզմ կարա լինի կիրառման կամ ազդեցության տարածման, թե չի կարող։ Էդուարդ, այս իշխանությունները մի քանի տարի առաջ հայտարարեցին, որ պիտի ստեղծվի համահայկական բանկ, չէ՞։ Չգիտեմ ստեղծվել է թե չէ, գուցեև թղթի վրա կամ նույնիսկ շենքներ կա եւ այլն եւ այլն։ Այսինքն գաղափարը որպես այդպիսին նորություն չի, կարող է լինել, բայց այստեղ մի էական հարց է առաջանում։ Այդ կառույցը, որ համահայկական պիտի լինի, հա, չպիտի միայն սպասարկի Հայաստանի Հանրապետության շահերը, այլ նաև պիտի սպասարկի համայնքների շահերը այս կամ այն կերպ, որովհետև նորից եմ ասում, դա պիտի փոխադարձ շահավետ եւ փոխադարձ հետաքրքիր լինի։ Երբ Հայաստան հիմնադրամն էր ստեղծվում 91 թվականներին, ես այն ժամանակ բավական ակտիվ մասնակցել եմ հանդիպումներին, քննարկումներին եւ այլն, այդ նաեւ դրսում ես փորձում էի կանոնադրության մեջ մտցնել մի քանի կետ, որով կֆիքսվի, որ Հայաստան հիմնադրամը միայն նպատակաուղղված չի Հայաստանի եւ Արցախի այս հարցերը լուծելու համար, այն նաեւ պիտի օժանդակի այս կամ այն համայնքի, այս կամ այն խնդիրները կարգավորելու։ Եվ նման ձևակերպումներ այնտեղ կան։ Ուրիշ խնդիր է, որ մինչև հիմա դեռևս որևէ կոնկրետ քայլ ասենք Սևրում գտնվող դպրոցի շենքը նորոգելու հետ կապված որևէ քայլ չի արվել, ֆինանսավորում չի արվել, կամ Հալեպում կամ չգիտեմ Բեյրութում այսինչ կառույցը վերանորոգելու համար։ Բայց դա անհրաժեշտ է, որովհետև իսկապես այդ դեպքում գալիս հանգում ենք նրան, թե
Փոխադարձ շահը դեպքում որն է։ Միայն հայրենասիրությամբ, միայն նվիրվածությամբ, միայն չգիտեմ այլ էմոցիաների վրա հնարավոր չի փող աշխատել։ Իսկ մենք փող աշխատելու մասին ենք խոսում, չէ՞։ Բարիք ստեղծելու մասին ենք, չէ՞ ստեղծում, հաջան։ Շահավետ լինի։ Պիտի շահավետ լինի, այո։ Հա, այդ շահույթի 80 կամ 85%-ը պիտի վերաբերի առաջին հերթին Հայաստանին եւ Արցախին, հասկանալի է, բայց ինչ որ ձևով պիտի առնչվի նաեւ համայնքներին։ Եթե ընդհանրապես չերևում Հայաստանի հետ առնչվում, օրինակ, մի այնպիսի հզոր կորպորացիա, որ Չինաստանի ռազմական զախուտքերը միջնորդ ինքն է հանդիսանում։ Շատ գլոբալ բան եմ ասում, բայց պրինցիպի եթե теоретически հնարավոր է, ու կարելի է պրակտիկի փորձել անել։ Կար մի հայտնի հայ զինավաճառ, վերջերս մահացավ, Սարգիս Սողանարյան անուն ազգանունով։ Նա հենց դրանով զբաղվում էր։ Եվ ինչ, ես իր հետ հանդիպել եմ 2 անգամ, Սարգսյան Վազգենի հետ մի անգամ էլ, ոչ մի բան։ Չեմ կարծում, որ դա կարող է ռեալ աշխատի։ Չգիտեմ, Էդվարդ, այդ հարցի պատասխանը ես իսկապես դժվարանում եմ տալ։ Գուցե դա կարող է լինել աշխատող տարբերակ, բայց առայժմ ես դա չեմ պատկերացնում։ Այսինքն ոնց, ասենք թե Լոս Անջելեսում կամ չգիտեմ, Մեքսիկայում ստեղծվում է մի կառույց, հա, որը զբաղվում է որը առաջարկում է իրանց ավելի լայնացնել իրանց հնարավորությունները։ Ոնց։ Դե այս կյանքը տվել է Սփյուռքի որոշակի, այսպես ասած, աչագներ, հա, տարբեր։ Ճիշտ կոնկրետացված, կենտրոնացված կազմակերպում որոշակի մեկը մյուսին հաջորդող քայլերի միջոցով կարելի է։ Եթե երկու հայ ազգությամբ հայ եղբայրներ Չինաստանում ոսկու պետական առումով աշխատանք են տանում, ասա որ իրանց որպես մարդ ավելի հետաքրքրի ոչ միայն Չինաստանի, Ինդոկիտայի վրա է տարածել իրենց հնարավորությունները։ Որոշակիորեն ստեղծել է հնարավորություն այդ մարդկանց համար, որտեղ վաղը չեմ մյուս օրը իրանք էլ պետության համար ուզում։ Հասկացա, չէ, ինչի՞ չէ, թերևս, ես մի քիչ բան եմ, պեսիմիստ եմ այդ հարցերում, չգիտեմ ինչն է պատճառը, բայց երևի պատճառները անիմն չեն։ Բայց գուցե վերջին հաշվով այն ինչ արվում էր նույն 16-17 դարերում միգնորդություն էր արևելքի եւ արևմուտքի միջեւ ընդհանրապես բայց նորից ես ուզում եմ վերադառնալ նրան ինչով վերջացրեցի այդ մասը հարցի, հա, քննարկումը հսկայական հարստություն դիզվեց, բայց փոշիացավ կարող է նորից նույն բանը տեղի ունենա հասկանում ես չգիտեմ ինչ տեղի կունենա ահա պետությունը Այդ դեպքում պիտի պետության դերը այստեղ ինչ-որ ձևով երևա, այդ դեպքում բայց ինչ-որ ձևով, ոչ բացառիկ։ Դե հիմա, գիտես ինչ է, օրինակ, Քրկորյանը, առնում է MGM-ը կամ Chrysler-ը կամ չեմ անում ինչ է, ինքը հսկայական փողեր է աշխատում, երբեմն կորցնում է, բայց մեծ հաշվով ահռելի կարողություն է կարողանում դիզել։ Ինչ է դրա արդյունքում լինում։ Ինքը այո, բանում Կալիֆոռնիայում հայագիտական ինչ-որ ուսումնասիրությունների օժանդակում, ինչ-որ դպրոցների օժանդակում, Հայաստանում եւ Ղարաբաղում երբեմն ինչ-որ բաներ է անում, բայց հենց այդ իրականում օգտագործվում է այդ ահռելի բանի չնչի 1% էլ չի, հաստատ շատ ավելի քիչ է, հա? Դա չի նշանակում մենք, որ մենք Քրկորյանից նեղանանք կամ ասենք, որ ինքը լավ հայ չի, շնաշվա ամեն մեկին գանցում իր ապրել երկար այդ 80 տարին ոնց կապրի, չես կարող որևէ բան պարտադրել եւ ինչ-որ բան էլ անում է։ Եվ ոչ միայն ինքը, բազմաթիվ նման օրինակներ կան, հա, որ մեծահարուստներ են, ահռելի կարողության տեր են եւ այլն, բայց դա ոնց ես պատկերացնում պետության հետ կորելացիան, ոնց պետք է այդ ամեն ինչը վերահսկվի։ Հետո ստեղ ուրիշ խնդիրներ են, չի առաջանալու, ինքը այնուամենայնիվ մի այլ պետության քաղաքացի է եւ հարկատու է եւ պարտավորություններ ունի այդ երկրի հանդեպ, չէ՞, այսինքն այս խնդիրներն էլ պետք է ինչ-որ իրավական լուծումներ ունենան։ Եթե չունենան, չի ստացվի։ Չէ, կան մեխանիզմներ։ Երևի կան, ես չգիտեմ, այս բանը քաշքվել, հետո շատ բան գալիս է պետության իշխանությունը։ Որովհետև մարդը պետք է հասկանա, թե դիմացինը հստակ ինչպիսին է, ինչ ուզում եւ կենցաղում գործում է։ Ամեն մեկ էլ յուրովի մոտ եմ ասում։ Հա, իհարկե։
ամեն դեպքում մարդկանց հետ է գործը եւ ամեն մարդ անհատականություն է եւ անհրաժեշտ է հասկանալ թե ինչ տեսական հատականություն է եւ ըստ այդ մոտենալ բազ է բայց որ անհատների մասին չենք խոսում մենք խոսում ենք ինչ որ մի կառույցի մասին հա այնտեղ որտեղ կա կառույց Էդվարդ այնտեղ կա շահերի բախում վերջին հաշվով գոնե ամբիցիաների բախում կարող է շահերի բախում մարդիկ մոռանան բայց իրենց ամբիցիաները երբեք չեն մոռանա ընդհանրապես ինքնահաստատման, ինքնադրսևորման մարմաճը, որ բնորոշ է մարդկության մեծ մասին, հա, միշտ խանգարում է նման մեծ ծրագրերի իրականացմանը, որովհետև եթե հավաքական ինչ-որ կառույցի մասին է խոսքը 10-20 հոգի կամ չգիտեմ 100 Երբ որ հավաքվում են, անպայման խնդիրներ են սկսում ծագել կապված անհատականության հետ, մարդկանց այդ հոգեբանությունը, մարդաբանությունը, կենսաբանությունը, ինչ ասես է երևի, որին ես չեմ տիրապետում, բայց ես բազմիցս տեսել եմ, թե դա ոնց է խանգարում, շատ հաճախ է խանգարում։ Ընդհանրապես շատ դժվար է պատկերացնել այնպիսի մարդու, որը կարողանում է իր անձնականը ստորադասել ընդհանուրին, որպես օրենք միշտ հակառակն է։ Լինում են երբեմն այդպիսի անհատներ։ Չկարա մի կառույց, բայց այդ կառույցի անդամները չնստեն երբեք մի սեղան։ Հա, հեռվից հեռու։ Քանի որ կա ինտերնետ եւ այլն, գուցե, ես չեմ ասում չէ, գուցե։ Մի հատ փորձեք ինքներդ գերբողությամբ մտածեք, ես մի քիչ արդեն երևի ծեր եմ այդ տեսակ հարցերում ուղղակի ներգրավվելու համար, թեպետ երևի դեռ այդքան չէ, բայց ամեն դեպքում դա ձեր սերնդի քննարկելիքն է ավելի շատ։ Ես կարող եմ ձեզ օգնել, եթե նման քննարկումներ լինեն, արգելակելով։ Եվ որ դուք ինչ-որ մտքեր գեներացնեք, ես ասեմ չէ, չի ստացվի եւ ասեմ թե ինչու չի ստացվի։ Համենայնիվս եթե կան մտքեր, որը գեներացում են, եթե ինչ-որ մի բան ռեալ ուզում ես, ուրեմն մի օր դրան հավատալ։ Էդվարդ, ցանկացած մտքի գեներացում լավ բան է, ինչի մասն է խոսքը։ Պարզ է, ընդհանրապես ուղերն աշխատացնելու լավ բան է, դժվար է պատկերացնել, ես դա հասկանում եմ, բայց պրակտիկ քաղաքականության առնչված մարդը միշտ առաջին հերթին փորձում է արգելքները տեսնել, թե որտեղ են խութերը։ Եվ դա լավ է, որ կան նաև այդպիսի մարդիկ, ոչ միայն ոգևորվող երիտասարդ էմոցիաներ ունեցող եւ հեռանկար պատկերացնող մարդիկ, այլ մարդիկ, որոնք կարող է իրենց փորձառությամբ, իրենց կոնսերվատիզմով որոշ դեպքերում եւ այլ հատկանիշներով կարողանան ցույց տալ, որ չէ, այս մեկը կարող է ինքը սխալվի, կարող է իրականում դա հաղթահարելի է, բայց եթե պրոբլեմը կա, այդ պրոբլեմը պիտի ցույց տրվի եւ այն մարդիկ, որոնք ուզում են այդ պրոբլեմը հաղթահարել, գտնեն դա հաղթահարելու ձևը։ Դուք պրոբլեմը ավելի քիչ եք տեսնելու ձեր մտապատկերներում եւ քննարկումներում, շատ պարզ պատճառով, որովհետեւ երիտասարդ եք եւ դա լավ է։ Բայց կյանքն իրանն է, ինչպես ասում են, վերցնում, հա, դուք հարց եք տալիս, հա։ Այդ կառույցի ստեղծումը օրինակ ես պատկերացնում եմ երկու փուլով։ Նախ առաջինը, որ էմոցիոնալ ազդակի կամ այսպես ասած հայրենասիրության ազդակի նույնիսկ ձևական ձևով ստացվում է այդ կառույցը ստեղծել։ Իսկ երկրորդը, երբ արդեն գալիս է գործունեության բումփուլը, այնտեղ կարելի է պետության դերը, Հայաստանի դերը ավելի բարձրացնել հետևյալ ձևով։ Օրինակ, եթե հայ գործարարը կամ գործարարների խումբը, որոնք արտասահմանում շատ մեծ ազդեցություն են, վերջին հաշվով իրենց մոտ մտավախություն կա։ Ինչքան էլ դեմոկրատիան է ազգային խնդիրը, օրինակ ոչ մեկ չէ սպասում, որ 70 տարի առաջ Գերմանիայում հրեական այդ համայնքը, որ ամեն ինչին տիրապետում էր, իրանք արտաքսվեցին։ Այսինքն այդ մտավախությունից փրկվելու իրենց միակ տարբերակը դա բուն Հայաստանն է, որը կարա այդ ազդակի շնորհիվ իրենց կարգավորելու հետագա հարցերը շահերի բախումը ավելի կարգավորված լինի։ Եվ կառույցի շարունակականությունը հենց դրանից է գալի։ Իսկ վերջին հաշվով, եթե Հայաստանը ինքը բաց երկիր է, զուտ խաչմերուկային դրանից այստեղ էլ հնարավոր է նույն ներդրումային միջավայրը ստեղծել, ինչ որ կարող է արտասահմանում։ Ու այդ ներդրումային միջավայրի ստեղծումով իրանց համար էլ արտաքին գործարարների համար շատ բարելաված պայմաններ ստեղծվում։ Ես որևէ հակառակվելու բան չեմ գտնում ձեր շարադրանքի մեջ, ձեր ասացի մեջ։ Ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է, բայց
ոնց որ թե առանց Հայաստանի Հանրապետության չի ստացվում, չէ՞։ Հա, այսինքն հիմնական խնդիրը դա է։ Այսինքն առանց պետության գոյության, հայկական պետականության, հա, հնարավոր չի, չէ՞, ոնց որ թե այդ ամեն ինչը։ Ուրեմն մեծ խնդիրը, առաջին խնդիրը դա է։ Եվ ես ուղղակի խորհուրդ կտայի ձեզ ձեր հիմնական ջանքերը այս առաջիկա տարիներին կամ ինչ որ ընթացքում, հա, կենտրոնացնել քննարկեք ամեն ինչ ուզում եք, ձեր գործն է բնականաբար։ Բայց առաջին հերթին պիտի պետությունը, հա, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս ձեզ, ավելի շատ մտածել այն մասին, թե ինչպես հայկական պետականությունը չփլուզվի։ Ոնց անենք, որ չփլուզվի, ոչ միայն չփլուզվի, այլև հզորանա, ամրանա եւ ռեալ գործոն դառնա։ Ես բախտ եմ ունեցել մի ժամանակահատվածում ակտիվ քաղաքականության մեջ լինել, երբ ընթացքը այդպիսին էր, դրական էր։ Երբ պետություն էր ստեղծվում, համարյա զրոյից ավերակների վրա, բարից բուն իմաստով իմիջիայլոց ավերակների վրա, հա, բուն իմաստով մեր երկրի 1/3-ը ավերակների մեջ էր։ Պլյուս պատերազմ էր, պլյուս էներգետիկ ճգնաժամ էր, բայց կար հավատ, վստահություն, ոգևորություն եւ ձգտում ստեղծելու Հայաստանի Հանրապետություն անունով պետություն, որը կլինի հայության վերջապես, հայությունը կունենա իր օրրանը, իր երկիրը, իր տարածքը, իր սեփական պետությունը։ Նորից եմ ասում հանգամանքների բերումով, իմ բախտը բերել է, որ ես այդ ժամանակահատվածում եմ եղել կառավարության մեջ եւ շատ կարոտով եմ հիշում այ հենց այդ մթնոլորտը, թե ոնց մենք հավատում էինք մեր արածին։ Հետո եկավ մի պահ եւ սկսեցինք թերահավատություն մեջներս սկսեց հայտնվել։ Հետո եկավ ուրիշ ժամանակահատված, որ ընդհանրապես ուրիշ մարդիկ եկան, որոնց համար ուրիշ արժեքներ ավելի կարևոր դարձան եւ այլն եւ այլն։ Հիմա ամեն ինչ էլ հնարավոր է քննարկել, ցանկացած սխեմա կարելի է փորձել մշակել, կարելի է բերել թղթի վրա, կարելի է նկարել, կարելի է սխեմաներ գծել, կարելի է քարտեզներով նայել եւ այլն, հազար ու մի հետաքրքիր մտավարժանք կարելի է ունենալ։ Բայց այդ բոլորը որևէ տեղ չի հանգեցնի, եթե չլինի հիմնականը։ Իսկ իհարկե, հիմնական, այո, գրագետ կառավարում է անհրաժեշտ։ Առաջին ժամանակակից բան չխուսափենք, ժամանակակից կառավարում է։ Վերջին հաշվով նմանատիպ սխեմաներ ուրիշ ազգերել են փորձել ստեղծել։ Մասնավորապես մեր բոլորի կողմից շատ սիրված հրեաները։ Խանդ եւ նախանց եւ չեմ ինչ կա, չէ, հայության մեջ հրեաներ, ոչ բոլորի մոտ, բայց զգալի մասը հայության խանդով ու նախանձով վերաբերվում հրեաներին։ Որ այդ տեսեք 2000 տարի պետություն չունենալուց հետո իրանք վերականգնեցին իրենց պետականությունը, այս արեցին, այն արեցին, այն արեցին։ Հələ մի հատ հրեաներին հարցրեք։ Իրանք ինչ կա, մտավորական հրեաների մասնախոսք։ Իրանք այդ կարծիքին են իրենց մասին, թե չէ, այդ կարծիքին չեն, ես կարող եմ դա ձեզ վստահաբար ասել։ Որովհետև իրենց մեջ էլ նույն պառակտումները, նույն բաժանումները, նույն խնդիրները, նույն ցրվածությունը, նույն շահերի հակադրությունը եւ այլն կա, բայց մի ահռելի տարբերությամբ կա Իսրայել պետություն, որը պետություն է, որը ժամանակակից է, որը ժողովրդավարական է, որը տնտեսություն ունի, որը գիտություն ունի եւ մշակույթ եւ արվեստներ եւ կրթություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս է իրականում հրեա ժողովրդի նվաճումը, ոչ թե այն, որ այս ինչը ծագումով հրեա է, այս ինչ ջութակահարը կամ այս ինչ կոմպոզիտորը կամ այս ինչ դիրիժորը կամ այս ինչ ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը ծագումով հրեա է։ Այդ բոլորը լավ, հասկանալի է եւ գնահատելի է եւ շատ արժևորվում է։ Բայց իրականում ամենամեծ նվաճումը այն է, որ կա Իսրայել պետություն, ընդամենը 60 տարի առաջ է ստեղծվել, մի քիչ ավել, հա, 48 թիվ, ինչ է անում, 64, հա, ոնց որ։ Անցել է անընդհատ պատերազմների միջով, անընդհատ պատերազմների միջով, ստեղծել է միջուկային զենք, հա, եւ ճիշտ է, մեկը հեռանկարը խիստ մշուշոտ է, բայց այնուամենայնիվ գոյություն ունեն եւ այդ դեպքում այդ ցանցերը, այդ հարաբերությունները, համայնքների կամ առանձին անհատների հետ կապերը այս կամ այն կերպ կիրառելն ու օգտագործելը շատ ավելի արդյունավետ է դառնում։
Այս սա է հարցերի հարցը։ Իմ ջանից ես անձամբ իսկապես համակրանքով եմ վերաբերում հրեաներին եւ պետությանը եւ ամեն ինչին, բայց պիտի ասեմ, որ ես էլ շատ պեսիմիստ եմ Իսրայելի պարագայում, որովհետեւ քանի որ խոսեցինք, ժամանակել մի քիչ տեղ ունենք, շատերիս մոտ կա այն պատկերացումը, որ ես մի քիչ առաջ որ ներկայացրեցի, չի, գիտություն, կրթություն, բանակ, տնտեսություն, գյուղատնտեսություն եւ ամեն ինչ, հա, ըստ էության այդ երկրում կա։ Բայց ինչ է այդ պետությունը։ 5.6 միլիոն մարդ, չէ՞։ 1 միլիոն ռուս ասում։ Արաբներ 1.5-2 միլիոն արաբ, հա։ 1.5 մի քիչ ավել, մոտ 1.5 միլիոն աշքենազի հրեա Եվրոպայից եկած, մոտ 1 միլիոն սեֆարդիմ հրեա եւ 1 միլիոն էլ ուղղափառ հավատացյալ։ Մեկնուսին հետ համարյա չեն առնչվում։ Այս ռուսները ապրում են իրանք իրար մեջ, աշքենազիները իրանք իրար մեջ, արաբների մասին չեմ էլ խոսում, հա, ուղղափառները ընդհանրապես համարում են, որ այն մյուսները հրեա չեն, քանի որ չեն պահպանում բոլոր ծեսերը, այս է ռեալ իրավիճակը այս երկրում։ Եվ այնուամենայնիվ, մեր մոտ այս պրոբլեմները չկան, չէ։ Մենք գոնե այս պրոբլեմներից զերծ ենք, չէ։ Այսինքն չնայած այս բաժանումներին, չնայած այս պրոբլեմներին, մեկ այդ պետությունը կա եւ դեմոկրատական պետություն է։ Ընտրությունը այդ երկրում։ Եթե մարդիկ գնում են քվեարկության, Լիկուդին են քվեարկում կամ չգիտեմ ուսին են քվեարկում, հավատում են, որ արդյունքը այնա ինչ որ այնտեղ դերված է, վերջում դերվում է։ Շրջապատված բոլոր կողմերից թշնամիներով եւ ծովով։ Բոլորն անընդհատ իրենց շրջապատում երազում են իրենց ոչնչացնելու մասին, մեզ ոչնչացնելու մասին երազում են մենակ ադրբեջանցի, գուցե ինչ-որ թուրքեր, կարող է այդ վստահ չեմ ճիշտն ասած, բայց հենց այդ, իսկ նրանց բոլորն են երազում ոչնչացնելու, իրենց հարևանների մասին են խոսում, բայց կան, դրա համար ինձ դուր է գալիս այդ օրինակ։ Դրա համար օրինակ Գոլդոմարն ասում էր պետական սիստեմ է ձևավորել։ Պետական սիստեմ հասկացությունը դա մի քանի, այսպես ասած, կիսաօլիգարխի կամ բիզնեսով զբաղվող քաղաքական գործիչի բառ չի։ Համաձայն եմ։ Իհարկե։ Կին ղեկավարը իրանց երկրում կարողանում էր 7-օրյա պատերազմի ժամանակ ասել, մենք պատրաստ ենք նույնիսկ մեզ ոչնչացնել, բայց դուք եք ոչնչացնել։ Դա ասում է հենց այդ պետական հզոր սիստեմի մասին։ Համաձայն եմ Էդվարդ, ես չեմ միջում դրա հետ, դա իսկապես էլ այդպես է։ Յուրաքանչյուր մեր այդ մտքերը իրանք մտքեր են լոկ, եթե չես տեսնում իրանք կիրառման բացահայտ հստակ մեխանիզմներ։ Գիտեք ինչ նախնդիրներից մեկն է։ Պետության կառուցման ընթացքում տեսության եւ պրակտիկայի հարաբերակցությունը, ճիշտ պատկերացնելը։ Բանն է, որ շատ-շատերի համար հեշտ է տեսաբանի դիրքերից հանդես գալը եւ հարցը ներկայացնել, որ դե հիմա սա կարգի, հետո սա, բայց գործնականում պարզվում է, որ դա այդպես չի։ Դա հատկապես իմիջիալոց վերաբերում է այն ոլորտին, որ ես ավելի լավ գիտեմ, դիվանագիտությանը։ Այսօր ահռելի քանակությամբ քաղաքագետներ, տնտեսագետներ, առաջին հերթին միջազգային իրավունքի կամ միջազգային հարաբերությունների մասնագետներ, որոնք տարբեր տեղերում են ծավալած, մեկը համալսարանում, մեկը ինչ-որ վերլուծական կենտրոնում, մեկը մի ուրիշ տեղ, հրապարակ են գալիս ու սկսում են դատողություններ անել դիվանագիտության մասին, թե ինչը ինչպես պիտի արվի։ Կոչումներ ունեն, դոկտոր են, պրոֆեսոր են, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների եւ այլն։ Դուք կարող եք պատկերացնել բժշկագիտության վիրաբուժության ավելի շուտ պրոֆեսորի, որը կյանքում օպերացիա չի արել։ Ոնց կլինի, չէ՞ տենց բան։ Այսինքն մարդ, որ կյանքում մի բանակցության չի մասնակցել, որևէ միջազգային կոնֆերանսի, լուրջ կոնֆերանսի ներկա չի եղել, քննարկումներ որպես այդպիսի ներքին քննարկումներ չի անցկացրել։ Ոնց կարող է այդ մարդը լիարժեք
ունակ լինի վերլուծելու միջազգային հարաբերությունների այս կամ այն ասպեկտը։ Իմ ասածից չի փոխում, որ դրանց պիտի գնդակահարել, չէ։ Մարդեն իրանց փեշակն է, ինչով ուզում են թող զբաղվեն, բայց պետք չի տենց ինքնավստահ եւ համոզված տոնով ասել, որ էս սենց է, որ Հայաստանի անվտանգությունը կախված է միայն ՀԱՊԿ-ից, օրինակ, ուրիշ բան գոյություն չունի, կամ հակառակը, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխիք կարող է ՆԱՏՕ-ն, եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն սա վերաբերում է պետականությանը ընդհանրապես, ես միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության վրա կենտրոնացա, որովհետեւ ավելի լավ եմ այդ ամեն ինչը պատկերացնում, բայց սա վերաբերում է նաեւ պետության կառույցին։ Երբ որ մարդիկ համոզված ասում են, որ սահմանադրության մեջ այսինչ կետը պիտի այսպես շարադրվի կամ էլ այսինչ փոփոխությունը պիտի արվի։ Ախր դա հասկանալու համար, իրականում խորությամբ հասկանալու համար պետք է հսկայական սահմանադրական գիտելիքներ ունենալ։ Մեր օրինակ սահմանադրական դատարանում այդպիսի մարդ չկա։ Մեր սահմանադրությունը 95 թվականին, երբ որ ընդունվեց, մենք բազմաթիվ քննարկումներ են եղել փիլիսոփաների, իրավաբանների, պատմաբանների, ինչի եւ այլն, մեծ խորհուրդ կար։ Բայց ի վերջո մենք հարկադրված եղանք փորձագիտության համար մեր սահմանադրության օրինակը ուղարկել Եվրոպա մի շարք տեղեր եւ խնդրել իրենց կոմենտարներն ու մեկնաբանությունները, որովհետեւ մենք հասկանում էինք, որ մեր գիտելիքները բավարար չեն։ Ընդհանրապես մարդը միշտ պիտի կասկածի իր գիտելիքների բավարար լինելու կամ չլինելու վրա։ Իսկ երբ որ հրապարակ են գալիս քաղաքական գործիչներ դեմքեր, որոնք համոզված տոնով կարող են հայտարարել, որ այս հարցը որ լուծենք, ասենք, տնտեսական մենաշնորհների հարցը որ լուծենք, ամեն ինչ լավ կլինի, ով ասեց։ Տնտեսական մենաշնորհների հարցը դու լուծեցիր, հետո լիքը ուրիշ հարցեր են առաջանալու, չէ՞։ Երևի ես մի քիչ շատ հեռացա մեր քննարկումների թեմայից, այո։ Կոնկրետ որ ասեցիք հարստությունը հայվաճառականների փոշիացել է, այդ ինչ-որ տվյալներ մնացած կան, որտեղ ինչ է մնացել, որ ինչ-որ երկրներ կամ համայնքներ պատեն մեր համայնքին, կամ ունենք այսքան հարստություն այստեղ, կոնկրետ, էլի, հասկացա, շատ բան ես այդ կապակցությամբ դες ասել չեմ կարող, բայց օրինակ, Հնդկաստանում այդ խնդիրը կա։ Հնդկաստանում, մասնավորապես Կալկաթայում եւ Մադրասում եկեղեցուն պատկանող ահռելի կառույցներ, շենքեր, տարածքներ, հողեր եւ այլն եւ այլն։ Այս բոլորը կա։ Բայց եկեղեցին եւ Հայաստանի Հանրապետությունը տարբեր բաներ են։ Այսինքն մենք որպես պետություն չգիտեմ հարցի պատասխանը չունեմ, կարող ենք դիմել Հնդկաստանի կառավարությանը, պահանջելով, որպեսզի դրանք տրվեն Հայաստանի Հանրապետությանը։ Կասկածում եմ, չգիտեմ, բայց դա պիտի նայել հնդկական օրենքներն ինչ են ասում, որոնք զգալի չափով անգլիական օրենքների վրա են ստեղծված, բայց որ եկեղեցին օրինակ կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել, դրանում ես կասկած չունեմ, բայց չի անում, ինչ պատճառներով։ Նմանատիպ շատ ավելի փոքր մասշտաբների ունեցվածք կա Սինգապուրում կամ Մանիլայում, Ցեյլոնում չգիտեմ ճիշտ ասած ինչ կա, Իրանում, ինչ-որ բաներ կան, մասնավորապես Նոր-Ջուղայում, բայց էլի դրանց մեծ մասը տեսեք ոնց է եղել։ Ի վերջո այդ վաճառականությունը, առևտրականները, այդ մեծահարուստները եւ այլն, իրենց ունեցվածքը կտակել են կամ իրենց զավակներին կամ եկեղեցուն։ Իմիջիայլոց որպես օրենք կտակել են եկեղեցուն։ Այսինքն եկեղեցու դերակատարությունը հայ առաքելական եկեղեցու մասին ենք խոսում, այստեղ դառնում է խիստեական, բայց ոնց որ երկիրը նենց էլ եկեղեցին, նենց որ այստեղ շատ հույսեր ունենալ պետք չի։ Ընդհանրապես եկեղեցապատկան հողերի հետ կապված, ունեցվածքի հետ կապված ընդհանրապես միշտ հարց կա։ Այս վերջերս օրինակ հիմա վրացիք են չգիտես ինչի հարահերոց գցել, թե 16-րդ դարում հին քաղաքում Երուսաղեմում վրացական ուղղափառ եկեղեցուն պատկանող մի տարածք ա եղել, նաև եկեղեցի ա եղել։ Ինչքան ես գիտեմ այդ պատմությունը։ Եվ հիմա իբր թե իրենք պահանջում են, որպեսզի Իսրայել պետությունը վերադարձնի Վրաստանին այդ եկեղեցին եւ հարակից տարածքը։
որին Իսրայել պետության ներկայացուցիչներն ասում են, բայց դուք սխալ հասցեով եք դիմել, դա պատկանում է հիմա հույն ուղղափառ եկեղեցուն, Իսրայել պետությունը այստեղ անելիք չունի ուղղակի։ Ինչի է պատկանում հույն ուղղափառ եկեղեցուն, որտեղ վրացի տերտերները այն ժամանակ շատ են խմել, վերջեր այնքան են ծախսել, ով չի մնացել եկեղեցին ծախել են հույները։ Օրինակ, տավաճանությունները մի բան է, նման մի բան։ Նույն խնդիրը կա մեր հին քաղաքում հայկական գործերին չեն ասում, քառորդ մասին վերաբերող հարցի հետ կապված։ Ես այնտեղ երկու անգամ եղել եմ եւ պիտի ասեմ, որ իմ վրա ամենամեծ տպավորություն թողած բաներից մեկը հայության հետ կապված հենց այդ է։ Հսկայական տարածք կա Երուսաղեմի բուն կենտրոնում, հին քաղաքում, հա, շատ լավ պահպանված, բավականաչափ խնամված, բայց պատկանում հայ առաքելական եկեղեցուն, հա, բայց այստեղ խնդիր կա։ Հայ առաքելական եկեղեցին որն է։ Մենք ստեղ էլ պրոբլեմ ունենք, չէ՞։ Հա։ Ստեղ էլ պրոբլեմ ունենք։ Ով հա, հա, նույն Երուսաղեմը ենթարկվում է Էջմիածնին, հասկանալի է, Երուսաղեմի պատրիարքալը էջմիածնական թեմա։ Բայց մեկը Անտիլիասում էլ այդ հարցի վերաբերյալ սեփական մոտեցումը գոյություն ունի։ Եվ նորից տիրություն անելու հարց կա։ Մենք մեր ունեցածին տիրություն չենք կարողանում անել։ Ամբողջ խնդիրը դրանում է։ Հիմնական խնդիրը իրականում դրանում է կայանում։ Ոնց անել։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արած է, բայց զապահում է ոնց։ Նո փորձ ասելով ինչ նկատի ունես։ Հա, Գարեգին առաջինի հա, այո, Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը ես եմ այդ հարցի շուրջ անգամ խոսել, կայանում էր դրանում, որ Անտիլիասից բերելով մենք դրանով կարողանանք ինչ-որ մի ժամանակի մեջ այդ խզումը ավելացնել և միավորել։ Այո, հիմնական նպատակը դա էր, թեպետ Գարեգին առաջինը նաև շատ կարդացած գրագետ և կրթված մարդ էր, և եղածների մեջ իրականում նա առանձնանում էր իր որակները, շատ կրթված մարդ էր։ Բայց շատ զգուշավոր դեպք եկեղեցական է հիմա, ավելի պահանջել մարդկանցից երևի չի կարելի, վերջնաշուտ մասնագիտությունը իր կնիքն է թողնում մարդկանց վրա, դա էլ կա։ Այո, բայց դա էլ է մեր խնդիրներից, չէ։ Խոսում ենք հայության միավորման, ցանցային ինչ-որ բան։ Պետությունը ամեն տեղ իր դեր ունի, բայց ոչ մի տեղ իր դերը ինչպես հայտնա չի կատարում, այս է պրոբլեմը։ Պետությունը այսօր օրինակ իմ կարծիքով շատ են խոսում, արդար, թափանցիկ եւ այլն եւ այլն։ Դե արեք։ Դուք եք իշխան։ Հա, ով է ձեռը բռնել։ Որոնց մեջ մարդիկ քննադատում են, ասում դե եկեք նստեք ներկայ փորձեք անել։ Չէ, այդ դեպքում իրականացնում չէ, մեկ ուրիշ բան է զբաղվում։ Դե հա, հենց է։ Կանանի պատմությունն է, ես ցենտրն եմ կգանում, ասում դե արի դա ասավ չէ։ Ի վերջո, տարբեր բացատրություններ ու մեկնաբանություններ կարող են լինել, կապված 95 թվականի Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ։ Բայց ի վերջո Տեր-Պետրոսյանի ասածն ինչ էր։ Ես այս հարցում, մասնավորապես այս հարցում, հա, կարողացել եմ գալ հանգել այս հանգուցալուծմանը, որը քաղաքական ուժերի իշխանության մեծ մասը եւ այլն չի ընդունում։ Լավ։ Ես դրանից ավել չեմ կարողացել անել, ստեսություն ձեզ։ Դե հիմա եկեք դուք արեք, չէ՞։ Հայաստանի առաջ կանգնած ավելի լուրջ խնդիր, ավելի մեծ խնդիր, քան Ղարաբաղի հարցն է, գոնե այն տարիներին չկար։ Այսօր էլ այն ջայլոց վերջին հաշվով այդպես, որտեղ քանի դեռ հարցը լուծված չի, մենք անընդհատ արգելանքների առաջ ենք հայտնվելու։ Ամենատարբեր ոլորտներում ու բնագավառներում։ Ինչ եղավ արդյունքում։ Արդյունքում եկան մարդիկ, հայտնի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քարտեզը բերեցին, փռեցին Տեր-Պետրոսյանը եւ ես չեմ ներկայացնում, ես Փարիզում էի ժամանակ։ Բերել են փռլն դիմացը, ասել են այս եթե կարաս 10 մնա, ասել չէ, չեմ կարող։ Դե ուրեմն գնա, լավ գնում եմ, դե հիմա դուք եկեք արեք։ Ինչ էր։ Ղարաբաղ, Լաչին, Քելբաջար միավորված Հայաստանին, հա, եւ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Ինչ ընթացք են ունեցել բանակցությունները վերջին 15 արդեն տարի, չէ՞, 98-ից հետո։ Գիտենք ինչ ընթացք են ունեցել, գիտենք ինչ տարբերակներ են քննել լուծումներ։ Դիվանագիտության մեջ բոլոր լուծումները վատն են կամ շատ վատ են։
Դիվանագիտությունը ուրիշ բանի ունակ չի։ Դիվանագիտության տեսակն է այդպիսին, որպես մասնագիտություն, որպես բնագավառ, որպես արհեստ, դիվանագիտությունը այդ տեսակ բան է, կամ վատ, կամ շատ վատ։ Հիմա, այսինքն այդ վատը իրականում լավն է, եթե ճիշտը խոսենք, եթե դիվանագիտական լուծման մասին է խոսքը։ Կան այլ բնույթի լուծումներ, դիմացինին պարտադրել կապիտուլյացիա։ Եթե դրան ունակ ես, իհարկե, դա գերադասել է։ Հա, իհարկե, լավ ոնց, եթե կարող ես, Բիսմարքը իհարկե, ես շատ լավ չգիտեմ, այդպես ամբողջությամբ չեմ կարդացել, բայց մեկ-մեկ իսկապես ֆենոմենալ մտքեր էր արտահայտում, հա։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Եվ ասում եմ, դե եթե անգլիական բանակը որոշի մտնել Գերմանիա, ես մեր ոստիկանությանը կուղարկեմ, որ իրենց ձերբակալեն։ Եվ այլն։ Լավ, ընդհանրապես դիվանագիտական ասույթները երբեմն ապակ են, բայց երբեմն իսկապես լավ են։ Երբ որ հավես ունենակ, ժամանակ ունենակ և ցանկություն ունենակ, կարելի է այդպես ասույթների բազմաթիվ։ Ես ընդհանրապես ասույթներ շատ չեմ սիրում բանանել, մեջտեղ բերել, որովհետև վերջնաշուտ դա ուրիշի ասածն է։ Եվ միշտ չի որ ճիշտ է, կարող է սիրունը, որ ինքնին գրավիչ է, երբ որ սիրուն ձևակերպում ալելու ինքնին գրավիչ է իհարկե։ Բայց ընդհանրապես ով ասի, հələ տեսեք, անընդհատ ասույթներով, այս ինչը սենց ասել, ինչը նենց ասել, ինչը նենց ասել։ Եղան են արտաշը։ Մի 10 հատ գիրք կարդացել, դուրս ագրել մի 5 հատ նախադասություն կամ 25 հատ նախադասություն ու դրանց շուրջ բան անում։ Դա այստեղ հարցը մենակ Ադամն չի ապահովագրված, որ գիտեք որ չի ասել։ Երևի հա, երևի հա։ Երեխեք, ինձ համար շատ հաճելի էր այս շփումները եւ ես անկեղծ հաճույք ստացա ձեր հետ հանդիպելուց, զրուցելուց։ Միքսել ինքս ինձ թարմացրեցի, այսպես ասած, որտեղ ես լավ որոշ բաներ սկսել մոռանալ, բնականաբար։ Չգիտեմ դուք ինչքանով գոհ եք, հուսով եմ, որ դժգոհ գոնե չեք։ Բայց ես կարծում եմ, որ մեր առնչությունները, հարաբերությունները կապը ինչ-որ ձևով մենք այնուամենայնիվ կշարունակենք։ Զուտ մարդկային է իր հերթին, բայց նաև օգտակարության գործակից է լինի այդ ամեն ինչի մեջ, դա ավելի լավ կլինի։ Հենց որ շնորհակալություն ձեր համբերատարության համար եւ առայժմ վերջ։